Ողջույն բարեկամներ, ես վստահ եմ դուք էլ ինձ նման ամեն առավոտ, երբ որ աշկերտները բացում եք, զգուշավորությամբ եք բացում ձեր հեռախոսները, ձեր կոմպյուտերները, տեսնելու համար, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե այսօր ինչ ա բերել մեր գլխին։ Եթե Երևանում ապրողների համար օրը նոր է սկսվում եւ առավոտ շատ բան հնարավոր չի հասցրած լինի կատարած լինի ները, մեզ մոտ Ամերիկայում արտանցածները սա արդեն ենք այն ժամանակ, երբ որ արդեն ամեն ինչ արած վերջացած է եւ այդ վախը ամեն օր առավոտյան այս կոմպյուտեր կամ հեռախոս բացելուց մեր մեջ կա, որովհետեւ չգիտենք այսօր սա ինչ արած կարող լինի։ Եվ արդեն բոլորը տեղյակ եք Երևանի կենտրոնում Սուրբ Աննայում ների հերթական արշավանքի մասին։ Մի քանի կադրներ ու հետաքրքիր բան կա ասել ուստի։ Չի կարա չէ հարամ չանի։ Նախ ինչի է եկել։ Երկրորդն էլ եթե եկել է, միջակ կեսից դուրս գալի իր ամբողջ շքախմբով։ Հետո մեկին էլ ասի, տես մի նայի վրես կամ նայի վրես կամ ինչ ես խփում ինձ, ինչ ես խանգարում ինձ։ Սա ներմա, նա չի կարա հանգիստ տեղը նստել, անպայման պետք է մի հատ ինտրիգ ստեղծի։ Այս ինտրիգի արդյունքում երկու ձերբակալված կա արդեն երկու զույգ աղբեր, ոնց նայեք։ Պատկերացնում եք այս վեճը, ես կամաց հասնեմ, այս վեճը ուրեմն ներսից դուրս է եկել դուրս, երկու դպրոցական են ձերբակալված, այս երիտասարդը հանգիստ կանգնել է, ոչ դիմադրում է, ոչ բան, ինքը հանգիստ կանգնել է։ Երբ որ ես այս կադրը տեսա, ճիշտ ասած, պատկերացրեցի սրանք ինչ մեծ նվեր են, ասենք, օտար երկրա բաների համար, ասենք, հա, տերորիստ կլինի, ով ուզում է լինի, եթե նա մտադիր լինի մի բան անի Փաշինյան Նիկոլին, ինքը տեսնում է, որ սրանք իրաց լեզվով ասած առաջի դեմքին օբյեկտին միտեղ մտցնել, էնել մարդաշատ վայր, միտեղից դուրս հանել, կանխատեսել բոլոր մուտքերն ու ելքերը, որտեղից են մտնում, որտեղից են դուրս գալիս, էքստրեմալ իրավիճակներում ինչա պետք անել, սրանց մոտ փասոն ստեղել է կատարյալ զրո, հիմա պատկերացնում եմ, ինչ են զգում օտարերկրյա ծառայությունները հատուկ, երբ որ նայում են երկրի առաջին օբյեկտին, իրանք սա օբյեկտ են ասում, թիվ 1 օբյեկտին մտցնել եկեղեցի քամարտու մեջ ու նույն ձևով դուրս հանել ընթացքում լինի ինչ որ քաշքշուկ ու սրանց հենց գործողությունները նայեք ցանկացած տերորիստի համար սրանք նվեր են ցանկացած տերորիստի համար սրանք նվեր են ասենք ցանկացած դիվերսանտ մի հոգով կարող է ոչ միայն Փաշինյան Նիկոլին իր հետ ասենք որ քանի հոգի է քայլում 10-20 հոգու մի հոգին կարող լիկվիդացնի որովհետև այն ինչ որ ես տեսարանում եմ տեսնում եք ես լուրջ եմ ասում արգելիներս ցանկացած ռազմիչիկի համար սա պարզա որ սա տգետ են սրանք անգրագետ են որովհետև առաջին դեմքին միտեղ տանելու համար առնվազն 2-3 պահեստային ձև պետք է լինի տարածքից հանելու շտապ էվակուացնելու համար 2-3 ոչ մեկ
Սա ասում մեկն էլ չունեին։ Այդ մեկը ժողովրդի մեջով էր։ Այսինքն եթե մի հատ բան պայթեր ընդեղ, թեկուզ խլապուշկա, ոչ թե ասենք բան նռնակ, մի հատ թեթև պայթուցիկ անվնաս, այս խոճապի մեջ Փաշինյան Նիկոլից բան չէր մնա։ Ոտատակ կտային կգնար։ Ահա ինչ է նշանակում այսօր նույնիսկ Փաշինյան Նիկոլի թվացյալ անվտանգության աշխատակիցների աշխատանքը։ Զրո, ինչպես Փաշինյանն է, փաստորեն սա կարողացել է նույնիսկ այդ ծառայությունը բերի իջացնի ամենացածր մակարդակի վրա։ Նույնիսկ եթե դուք նայեք ոչ պաշտոնական դեմքերի ոնց են ուղեկցում, ոնց են տանում, ոնց են բերում, այնտեղ շատ ավելի կազմակերպված է։ Գնացեք հարցրեք ցանկացած ԱԱԾ աշխատող, որ մի քիչ փորձ ունի ծառայության, մի քիչ գիտելիք ունի, առաջի դեմքերին ոնց են սպասարկում։ Ինքը կասի, որ սա խայտարակություն էր։ Իրանք այս բանով ցույց տվեցին մի բան։ Հայաստանի թիվ 1 դեմքը ոչ չէ որ այսօր դիժված գնա։ Դա ընդհանրապես կապ ունի։ Ցույց տվեցին, որ Հայաստանի առաջի դեմքերը պաշտպանված չեն։ Առաջի դեմքին պաշտպանողները իրենք պաշտպանության կարիք ունեն։ Իրենք ես չգիտեմ, էսի 10-նա որնա, էսի ճակերտավոր KGB-ա, որ KGB չկա։ Չնայած որ նայում ես ԱԱԾ պետը ով է, բնականաբար իր ծառայություններ սա պետք է լիներ։ Հիմա ով նայում է այդ ծառայությունից, ես ձեզ պետք է ասեմ տղեկ, դուք ոչ միայն դան չեք պաշտպանում, դուք ինքներդ պաշտպանության կարիք ունեք։ Դուք այսօր ցույց տվեցիք ձեր պրոֆնիգոդնիությունը, հասկանում եք, դուք ուղղակի այս գործում չկաք։ Ձեզ իզուր փող են տալիս։ Նիկոլ Փաշինյան, որ փող ես տալի քեզ իբր հսկե, դու իզուր ես տալի փողը։ Իրենք ես չեն ասում։ Հետդ քայլում են ուղղակի։ Որովհետև եթե այստեղ եմ ասում, մեծ խլապուշկա պայթել է այդքան մարդկանց մեջ, հետդ քայլողների վրա էլ կքայլեին կգնա։ Այդ չեմ ասում ձեր գործողությունները հետո իբր մարդ նեյտրալիզացնել, չգիտեմ։ Ասենք կարող է տղեն ոչ թե քեզ ձեռով էլ խփում, ձեռերը մի հատ բանկաշ գցում էր վրա ու դու վերանում ես այնտեղ։ Ինչ է իրանելու այդ ժամանակում։ Ու ես դες մի բան լինել, բայց չեղավ, որովհետև լիքը մարդ կար, այդ տղեն մտադրված չէր ինչ-որ մի բան անելու, քանի դեռ դուք իրեն չեք բռնել այս կոմենքում, որ ինքն է դիմադրել ասել ինչ եք ընծի։ Ինչ եք ինձ կանանասները հրմնում։ Պատարեք եմ եկել։ Պատարակը կապիկության մի վերացի, ողորմելի չնչին արարած։ Հավատացյալ գլողի տարած իբր վերընկի պատարակի միջև վերջ նսի, որ մի հատ էլ ցույց տաս, դու եկել ես պատարակ, ոչ թե եկել ես մարդկանց պատարակը հարամ անելու։ Դու հասկանում եք, որ սա, եթե նույնիսկ ինտրիգ չկա, կոնֆլիկտ չկա, սա պետք է գնա միտեղ, որ կոնֆլիկտ ստեղծի։ Էլը չի հասկանում, որ այս կոնֆլիկտի արդյունքում բաներ է բացահայտվում։ Որ տեսող աչքը տեսնում է, ասեղ հարց է ձերբակալված երկու դպրոցականները չեն նույնիսկ։ Ստեղ ուրիշ ավելի կարևոր հանգամանք կա, թե ինչպես է աշխատում Հայաստանի Հանրապետությունում առաջի օբյեկտի պաշտպանությունը։ Այս են պատմությունն է, իրոք զաբոր չլինի, էշնել կմտնի, պարզվում է, իրոք զաբոր չկա ստեղ։ Իրոք էսի քայլող թիրախ է, իր ամբողջ թիմի հետ։ Մի քիչ քթածակով ռեցեդեվիստը, մի քիչ քթածակով տերորիստը, ոչ միայն իրան, իր ամբողջ թիմին կարող է հավաքի հանի օթերով։ Էնել Հայաստանը լցված է դիվերսանտներով է։ Դիվերսանտներով լցված է ըստ քանակի։ Տղեկի գործը հեշտացել է։ Այսօր ցույց տվեցիք ձեր աշխատանքով, որ տղեկի գործը դուք ահագին հեշտացել եք։ Այսինքն ինքը իրոք ամենախոցելի քայլող թիրախն է Հայաստանում որ կա։ Մենակ իրան թվում է թե ինքը պաշտպանված է։ Իսկ հիմա անցնենք մյուս կողմին։ Ինչ արեց սա։ Ու այդ երկու դպրոցական եղբայրներին, զույգ եղբայրներին փաստորեն կավանք են տվել սրանք գիշերով։ Ընդ որում մի հոգու էլ ձեռի հետ այդ իր հայացքի համար որ իրանց թարս նայել է, նաև դրան այս ընկերոջը։ Գևորգ Գևորգյան, Արցախյան ազատամարտիկ հերոս, վետերան, որովհետև այդ հանձնաժողովի 44-օրյա ուսումնասիրող հանձնաժողովի այդ հրապարակման համար պայքարողներից մեկն է։ Ձեռի հետ էլ թարս նայելու համար իրանել են տարել։ Ինչի ես թարս նայում։ Ինչի ես դու
ջղայն նայում մեր վրա։ Դուք ամենակարևոր դասերը չեք կարող։ Դուք կարող եք Գևորգին էլ ձերբակալել, Միքայելին էլ ձերբակալել, այդ երկու աղբորին էլ ձերբակալեք, արդյունքում իրանք կդառնան հերոս, կդառնան միակ տղեն, այս տղեն, միակ, որ 20 թվականի այդ պլանավորած սպանդից հետո կարողացավ ձեր բարձրացնել տականքի վրա։ Ափսոս որ տեղ չհասավ։ Բայց մեկը գոնե մի բան արեց։ Ու իրա այդ արածը, գիտեք քանի հազար, քանի տասնյակ հազար մարդու սրտով էր։ Գիտեք, դուք պետք է դասանեք երկու բան, որ դուք առանց ձեր հոտի քայլելու հնարավորություն չունեք Հայաստանում։ Մեկ, երկրորդն էլ այդ հոտը որ ձեզ ուղեկցում է, դրանք ուղղակի հոտ են, որ ձեզ ուղեկցում են, բառացի։ Ու դուք պաշտպանված չեք։ Այո, այս կարգի երեխեքից կարող է իրանք ձեզ մի քիչ հեռու պահեն, բայց իրականում այսօր տեսանք մեր սա խայտարակությունը։ Խայտարակություն։ Ամենաճկլասի բիզնեսմենը, որ 3-4 հոգի բան են գալի, հասկացան, իրանք ավելի գրագետ, ավելի ճիշտ կկազմակերպեն այս մուտք ու ելքը, քան այս հոտը, որ սենց ու ոչ մեկ չէր ասել, պարոն Փաշինյան, ախր դուք սենց ուր եք մտնում, դու охранայի պետ ունես, չէ՞, բայց քեզ չէր ասել, դու սենց ուր ես մտնում, արա, մենք քեզ չենք կարող պահենք։ Բա այդտեղ դենը դարան կլեր, թեկուզ փոքրիկ մի հատ պայթուցի, ո՞նց ենք ես պաշտպանելու։ Հասկացա, որ իրանք թքած ունեն քո անվտանգության վրա նաև։ Որովհետև եթե դրանք վաղը չհանվեն, նշանակում է դու ես ասել ոչինչ, թողեք ես հարամանեմ, թքած իմ անվտանգության վրա։ Իմ գործը հարամանելն է, ոչինչ։ Դե տեսնենք ինչ կանես։ Կամ կհեռացնես, մենք էլ կհասկանանք, որ ծառայությունը չկատարելու համար համես դուրս, ուրեմն եթե չէ, ուրեմն քո նպատակն է իրոք հարամանելը, որ դու կարողացար։ Ու այս արդյունքում այս ամեն ինչ է տալու, Փյար, այս անգամ էլ երևի դուք հիշում եք, հա, այս պապիկի պատմությունը։ Ֆեյք պապիկի պատմությունը։ Այս տականքներն են։ Աբաջանի նկարը պահել են, ասել ես մեն Աբաջանի պապիկն է, եկել է մեզ ողջունի։ Նայ, Փաշինյան Նիկոլ, այս DJ Էդոնը, տենաս այս տականքը հիմա որտեղ է։ Իրեն գիտեն, որ սա պապիկը չի, Աբաջանի։ Իրեն գիտեն, որ սա ընդհանրապես անշնորհ դերասան է։ Նայ։ Աշխարհի հեղափոխական պայքարի պատմության մեջ Մի խոսքով։ Այսօր ուրիշ ֆեյք են դռնել։ Նացալսեք։ Շատ ուրախ ենք։ Ահա։ Պարոն Փաշինյան, ձեզանից շատ շնորհակալ ենք, գերիներից Սուջանը, Գևորգի օրաքույրն եմ, ես շատ ուրախ եմ, որ մեզ տղային վերադարձրիք, շատ Իսկ Սուջանը միանգամից արձագանքել է, սա իմ հորաքույրը չի, սա հերթական ֆեյքն է, ինչպես դուք, ինչպես Աբաջանի պապիկը և ինչպես ձեր կառավարությունը և ձեր ամբողջ արշավը։ Սա ինչը պետք է նաև իմանալ Փաշինյան Նիկոլի մասին։ Պիղծ այս կարգի, սրանք պետք է կազմակերպություն ստեղծեն, պղծություն առանց սահմանների։ Իրոք սրանց համար ոչ մի սահման գոյություն չունի, ոչ մի սրբություն գոյություն չունի, այսինքն չկա մի բան, որ սրանք ունակ չեն դրան, վատ իմաստով, էլի։ Փաստորեն իրանք ոչ միայն ունակ չեն լավ բան անելու, այլև վատի մեջ չկա մի բան, որ իրանք ընդունակ չլինեն անելու, սենց բացասական ասանց վեկտորը, ոնց ուզում եք գցեք բռնեք։ Իսկ հիմա ուզում լսեք ես ծնողների, այդ վիճակները հասկանանք ինչ է, էլի։ Արդի զգացողությունն ուներ։ Ազգանս Կոյցիկով Բորիկ, Ավդիխանյան Գևորգի հայրն եմ։ Նոյեմբերի 7-ին տղա Շուշիում վիրավորվեց ծանր, 9 օր պարկելուց հետո ինքը մահացավ։ Ես խիստ շեշտեցի նոյեմբերի 7, 9-ին էլ Դժվար է խոսում, այս մարդկանց 5 տարի է քթներից բռնած բանը քիչ նորմալացած եմ, չեմ կարող խոսամ։ Ով է չնորմալ։ Վերջը։ Նման եւ հայտարարություն եղավ 21 թվականի երևի քիչ եք ապրելի, ես օրը լավ չեմ հիշում, բան կարող ենք, այս արդեն ծեծվել է։ Մենք արդեն հոգնել ենք այդ բաներն ասելուց։ Կլիներ նույն իրավիճակ առանց զոհերի։
Կարող են կանգնեցնել պատերազմը, բայց կլինեն նույն վիճակը առանց զորերի։ Այս մարդիկ արա լսել են դա։ Այս մարդիկ ասում են մեր երեխեքին խեք սպանել, արա։ Հետո էլ ասում են կարող էին կանգնացնել, բայց մենք գիտակցաբար ենք սա արել, որ Հայաստանի անկախությունը ուժեղանա։ Այս մարդիկ ձեզ ներելու են, ու դուք ուզում եք մտնեք պատարակի մեջով այս ժողովրդի մեջով գնաք գաք։ Մեկը չմտածի քեզ այդտեղ ձեռքերով բզիկ անելու մասին։ Դուք մտածեք այն օրվա մասին, այն օրվանը սպասեք, երբ որ դուք այդ առանց այդ հոտի եք, այդ անպետք հոտի եք քայլելու։ Պատկերացրեք էլի, այս մարդիկ կան, ու այս մարդկանց վիշնը նայելով, եթե դուք հույս ունեք, որ մինչև հունիսի 8-ը իրանք մոռանալու են իրենց վիշտը, երանի ձեզ։ Ես ինչի համար եմ ասում, եթե ազգի 10%-ը դա գիտակցեր, մեր կաշվի մեջ կմտներ։ Լավ, մենք ինչքան կարանք հարցազրույցներ տանք, ինչքան կարանք անքես խոսել։ Մեզ հասկացող չկա։ Գիտեք ինչ, հայտնի բան է, որ 20 թվականի պատերազմի ժամանակ արտասահմանից եսի նկատի ունեմ Ռուսաստան, Եվրոպայից բավականին տղաներ եկան, զոհվեցին, եւ գցենք շատերն էլ գնացին փառքասու որ կենթանի մնացին, փառքասու որ կենթանի մնացին, գնացին իրանց տներում այդ ցուքը չեղավ ոնց որ գցենք մեր տներում, անցել է 4 տարի, մեր ամբողջ ազգը դարձավ դիտում է։ Հիմա տեսեք եւ դրսում մարդիկ տեսնում են եւ տեսնում են, որ այս ազգի մոտ, մեր ժողովրդի մոտ միասնություն չկա։ Ամեն անգամ մենք գալիս ենք մեր հոգու կսկիծով խոսում ենք, խոսում, բայց ոնց որ ասած մեզի լսող չկա։ Ինչա մենք այդքան առհամարված ենք։ Ես շուտ այս Facebook չեմ մտել, ես վերջ։ Չէ, եղբայր։ Ինքը այստեղ հողում կատարում խորհրդարանի խմբակցություններին, որ իրանք էլ ոչ իման չեն անում։ Իրանք էլ նստած հանգիստ համերաշխ սրանց հետ կոսկում են բոլոր հանցագործությունները, որոնք սրանք իրականացել։ Չէ, դուք մենակ չեք։ Ես ասեմ ավելին, միշտ ասել եմ անկախ այս բանից, ելույթից, ում համար միևնույն է ձեր ցավը, նա հայ չի, նա այս պետության քաղաքացի չի, նա նույնիսկ մարդ չի, որովհետև ցանկացած մարդուն պետք է հատուկ լինի եւ բնորոշի իր ապրումակցումը, հա, ցավակից լինելը, մանավանդ իր մերձավորի նկատմամբ, որի զավակին սպանել են հենց իրենց հայրենիքը պաշտպանելու համար։ Ասել մարդը գնացել է հայրենիքը պաշտպանել, բայց իրեն տարել դիտավորյալ սպանել են, պլանավորյալ սպանել են, որ իրականացնել են, ինչու իրականացրեցին։ Ում համար սա միևնույնն է։ Իմ համար դա մարդկային կատեգորիայի մեջ չի մտնում, դուք մենակ չեք։ Այո, կան մարդիկ, որոնք թքած ունեն այդ ամեն ինչը, հեսա կանադառնանք դրանք քանի տոկոսն անպայման։ Բայց դուք մենակ չեք։ Այնպես որ ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր հարցերի պատասխանը ստանաք։ Ամեն ինչ։ Նա տնայք սա։ Դավաճանները պետք է ջրի երես դուրս գան։ Այս պահանջով անհետ կորածների հարազատներն այսօր կրկին ազգային ժողովի մոտ են։ Նրանց պահանջն անփոփոխ է՝ հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը ԿՊԱ-ական իշխանությունը համարեց գաղտնի։ Պատասխան տալու ժամանակն է եկել։ Այն ընկերություններն եք հետևում։ Իրան են ձերբակալել։ Հարություն Բաղդասարյանի հետևում։ Ուզում եմ տեսնել պատժված մարդ, ես ուզում եմ տեսնել ասել են մեր վրա հայացքով խես նայել։ Բայց ձեր վրա ինչ հայացքով կարելի է նայել։ բանտում փթած մարդ, ես ուզում եմ տեսնել այն մարդկանց, ում մեղավորությունով եղել է Արցախի կործանումը, Արցախի դավաճանած վաճառած այդ հանգամանքներում անհետ կորածների երեխոս պատճառով այդ երեխեքը ինչու իրավիճակում են տենց հայտնվել, որ անհետ են կորել, այն զոհվածներին էլ որ ասում է ինչ իրավիճակում են հայտնվել, որ եզևի քանակի զոհվածներ ունեն։ Անհետ կորածների հարազատները դեռ դեկտեմբերին դիմել են քննիչ հանձնաժողով, նյութերը հրապարակելու պահանջով, ստացել են Անդոնի դեմքը տեսակ։ Անդոն։ Դու մտածի ես տակից ոնց ես դուրս գալ, այտա։ Լուրջ եմ ասում։ Դու ամեն օր դրա մասին պետք է մտածես։ Ամեն օր։ Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր դավաճանաստ է։ Դու իր կարևոր ձեռքն ես այս դավաճանությունը կոծկելու ու վերարտադրվելու համար։ Դու հասկանում ես, դու ինչքան կարևոր թիրախ ես։ Հա՞։ Ու ինչքան հասանելի ես մարդկանց համար։ Մտածել ես դրա մասին։ Ոչ կարող է մարդկանց ուղղակի ձեռք են գնես պատահման։
ժողով նյութերը հրապարակելու պահանջով ստացել են մերժում։ Այս գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ դա տալիս է ինձ բավարար կասկածներ, որ դուք կոչվում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների։ Այսինքն դրա վրա արդեն գաղտնիություն չես կարա դնես։ Ասում սա նույն բանը, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ Էփստինի փաստաթղթերը, հանցագործությունների հանգամանքները, ցուցակները, ովքեր են այդ մարդակերները, ովքեր են այդ սատանիստները, ովքեր են այդ մանկասպանները, այդ մեր երեխեքի կներեք միսն ու արունը ուտողը, խմողը, ովքեր են այդ երեխաների տրաֆիկինգով առևանգումներով զբաղվել, լրիվ նույնն է, ոչի մասշտաբներն են ուրիշ։ Ոնց կարաս պետական դավաճանի արածքը գաղտնիության տակ փագես է, հա, չէ, չի կարելի։ Ակցիայի մասնակիցները չեն բացառում, զեկույցում թաքնված դավաճանների շարքում կարող են լինել հենց իշխանության ներկայացուցիչներ։ Դրանց համոզմամբ փաստաթուղթը մինչ օրս գաղտնի է պահվում բացառապես քաղաքական դրդապատճառով։ Իշխանությունը պիտի ավելի շահագրգռված լինի, ավելի արագընթաց այդ հարցերի պատասխանների լուծումները տա, եթե չեն տալիս, իմ Արցախից գործարած մարդու կողմից ես կարող եմ անվանել իրենց դավաճան, որովհետև պարզաբանություն չկա, դեր իշխանության օրոք ա եղել, ես իրավունք ունեմ ձեզ անվանել դավաճան, ես իրավունք ունեմ անվանել ձեզ հանցագործներ։ Արսեն Ղուկասյանը վստահեցնում է, իրենց պահանջն արդար է եւ որևէ քաղաքական ուժ չի կարող իրենց ուղղորդել։ Ես էլ սկսել ծնողների հետ միասին, անհետ կորած ծնողների հետ միասին, ու ես էլ հիմա ինձ իրավունք եմ վերապահում, ասեմ, ով մտածում է գալու ասել քաղաքական դիվիդենդ նշայի, հիմիկվանից ասում եմ իմ կողքը տեղ չունի։ Ակցիայի մասնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց արդար պահանջին, որպեսզի 44-օրյա պատերազմի բոլոր դավաճանները պատասխանատվության ենթարկվեն։ Եթե դուք ազնիվ եք ու արդար ոնց որ խոսում եք, հրապարակայնացրեք եւ ուղիղ կանգնեք ժողովրդի առաջ ու խոսեք։ Ոնց եղավ 20 թվականի 44-օրյա պատերազմը, դա ազգակործան, պետականակործան ու աղետներ, մեծ աղետը, որը մենք ունեցել ենք, սա պետք է պատասխանատուներ պետք է լինեն եւ սա պետք է սենց ծածկա դմփոցով չանցնի։ Հակոբ Բադալյանն է գրում. ամերիկյան ու եվրոպական հոգաբարձում ալմիները սա որպես ռեֆորմ կգնահատեն։ Թե ինչպես են ընկերոջը հենց պատրաստի, հլստենայք, պատրաստի, ասել են կանգնի ինտեղ օպերատորին, նկարի, թե մենք ոնց ենք հիմա նվաստացնելով մարդանում քնչական է։ Հա, այնտեղ չի կարելի նկարել հանել։ Քանի որ այն կողմ անհատվածը չի կարելի նկարահանել, գրված է արդեն եւ փակցված է, ընկերներ Սա գիտեք ինչ է։ Սա էլի այդ ոչ պրոֆեսիոնալ մարդու արժանապատվության, մարդու իրավունքների վրա թքած ունենալու դրսևորում է։ Ես գիտեք, դժվարությամբ ասեց այս տողերը, որտեղ ես մտածեցի, արա ախր ջահել տղեկ եք, էլի դուք երբ եք հասցրել այսքան անաստանալ։ Երբ էլի։ Ցանկացած մարդ, նույնիսկ հանցագործը, արա արժանապատվություն ունի։ Եթե իհարկե երեխա չի բռնաբարել, ասում եք պեդոֆիլ չի, դուք այս ոնց եք դուք այնքան հեշտությամբ եք սա անում, գիտեք ինչի է, ինչից է դա, որովհետև ձեզ էլ են նման ձևորվել։ Ես ես երաշխավորում եմ, սա բացատրություն ունի, մարդը, որ լավ ընտանիքում է մեծացել, որտեղ իրան հարգել են, սիրել են, ինքը դիմացինի հետ այտենց չի վարվում, հակառակ դիմացինի հետ այտենց են վարվում են մարդիկ, ում տանը, միջավայրում, բակում, դպրոցում հենց այտենց են վերաբերվել են, այսինքն իր համար դա նորմա։ Ու այս տեսանը, որ նայում եմ այս երիտասարդներ, սրանք չէ որ երիտասարդներ են, սրանք ասեն են, չես ասել բանի կադրերն են, Լևոնի կադրերն են, արդեն երիտասարդներ են։ Ոնց են ոգևորվածությամբ, պատրաստի կամերան դասում, դավայ, կանի, մենք հիմա ասեց իրան կազացած, բերանք սիվայր տանենք նաման, որովհետև Փաշինյան Նիկոլյանը ինչ ես բրդում ինձ արա։ Ասենք էլի։ Եկել ես պատարակի թե կապիկության։ Ինչ է, ձեզ մեր էր քրֆել։ Ինչ էր արածես այդ տղեն, հանգիստ էր կանգնած էր, ոչ էլ դիմադրում էր, դպրոցահասակ տղա, դպրոցահասակ, բայց չէ, ձեր մեջ մարդկություն չկա, ու դրա համար եմ ասում, ցանկացած աշխատող, որը պետական համակարգի աշխատող է, ուժային է,
ինքը ի սկզբանե հարգանքի արժանի չի։ Ասեմ, վաղը մենք իրար հանդիպելու ենք, չէ՞։ Ձեր հետ իրավունք ունի ցանկացած քաղաքացի արայով խոսա։ Ձեզ արհամարի, ինչ ասես ասի։ Դուք իրավունք չունեք ասեք, ինչպես ինձ վիրավորում։ Ձեզ հասնում է ամեն ինչ, որովհետև ի սկզբանե դուք եք այդ ամեն ինչ արել։ Ի սկզբանե դուք եք մարդկանց այդ տեսակետից նայում, դուք եք մարդկանց հետ ձեր ուժի դիրքից խոսում, ձեր պագոնների ու դոյի դիրքից խոսում, հա, ձեր հուջ հեղինակության դիրքից խոսում, իբր դուք մի բան ավելի արտոնություններ ունեք, քան հասարակ քաղաքացին։ Դա համար եմ ասում, ծայրից ծայրով պետական ապարատում աշխատում է, ով իրավական համակարգում աշխատում է, default պաումալչանյու, դուք հարգանքի արժանի չեք ուղղակի։ Դուք ոչ մեկից իրավունք չունեք նեղանալ, ասեք, հարգանքով վերաբերվի, չկա ձեզ հարգանք։ Որտեվ հարգանքը միակողմանի չի լինում, արա։ Չի լինում, ձեզ ոչ մի բան չի հասնում, ձեզ մենակ քֆուր է հասնում, հասկանում եք, որտեվ այդ մարդը ձեզ ոչ մի ձև չի կարող խոսի, ձեզ չի կարող ձերբակալի, բայց մի բան պետք է անի։ Ինչ ամնում։ Զգացմունքների փոխանցում բառերի միջոցով։ Որ գոնե ասենք այդ մարդը ասի, հա մի բան էլ ես արեցի, էլի, ձեռս չար չկա, բա ինչ անեմ։ Հասկացաք ձեզ ինչ է հասնում։ Որտեվ չի կարող ոչ մի բան չլինի, չի կարող դուք խփեք ձայն չլինի, դուք խփեք ձայն չլինի։ Ով ինչքան կարում է, այնքան ձայն կհանի։ Ում ֆանտազիան ինչքան հերիկումը կմտնի ձեր տաներով դուրս կգա։ Այդա ձեզ դա է։ Հիմա գնանք առաջ։ Իսկ հիմա սա նայեք։ Սա շեդևր։ Շեդևր, սա պետքա մի միլիոն մարդ վաղը նայի։ Այս տեսարանը պետքա մի միլիոն մարդ վաղը նայի։ Լսենք։ Բարև ձեզ։ Կներեք, ես այսպես ազնիվ, անկեղծ ես բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ եւ այլն, բայց կարծում եմ այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի։ Որ մանրը։ Իսկ ասեք, մանր խոսակցությունները ձեզ հարիր չի, ասում, որ մանրը։ Որ ինքը ասի, որ մանրը, այդ խոսակցությունը դրանից դադարում է մանր լինել։ Նա խոսում է, թե տաքսիստը ինչ կանա, Հակոբյանը խոսում է, տաքսիստը ինչ կբան բասի, այն որ դուք մեծ է ձեր մասշտաբները, մեծ են, դուք ավելի մեծ եք ու այսքան ներքևիչն են, ձեզ չի սազում։ Ներքև է նայում։ Ուսում ասելա դու վարչապետ ես, այսքան ներքևիչներ չի սազում։ Ես ասել եմ, չէ՞, մեր ժողովուրդը չի կարողանում համատեղել երկու բանը միտեղ, որտեղ ինքը սովոր է, վարչապետ մարդը պետք է ծանրակշիռ լինի, սոլիդ լինի, խոսակցականը պետք է համարժեք լինի։ Հիմա բժիշկը եկել դաս է տալիս։ Իրան հիշացնում է, որ ինքը վարչապետ է, այսքան ներքև պիտի չնշի, ինքը ներքև է նայում։ Ո՞ր ներքևը։ Սա շեդևր է։ Այս կինը փորձում է հասկացնի, որ ադա քեզ մարդու նման պայ, քեզ վարչապետի նման պայ, այ բոմժ, դու քեզ բոմժի նման ես պահում։ Մեր մոտ կոգնիտիվ դիսոնանս է, մենք սովոր չենք դրան։ Չենք տեսել նման բան, մենք ուրիշ ակնկալիքներ ունենք կտարապես վարչապետի պոստը զբաղացածի, բայց ինքը չի հասկանում, հասկանում եք սա ողբերգությունը ինչ է, որ դիմացինը չի հասկանում, որ մարդիկ իրենից այլ ակնկալիքներ ունեն, որ չի կատելի մանր լինել, չի կատելի ներքև լինել, իսկ ներքև է նայում։ Ինչ կբան բասի, այն որ դուք մեծ է ձեր մասշտաբները, մեծ են, դուք ավելի մեծ եք ու այսքան ներքևիչն են, ձեզ չի սազում։ Ներքև որտեղ են իջել, այդ եմ ուզում ասել։ Հիմա օրինակ այս փողոցը որ կան քաղաքական հարցեր լուծելու փոխարեն Սա նույնիսկ դա հասկանալի ունակություն չունի։ Գիտեք ինչի։ Որտեվ ինքը երբեք չէր մտածել դրա մասին։ Դա իրայությունն է, ինքը ոչ մի դիսկոմֆորտ չունի այս գործողությունների մեջ, այս պահվածքի մեջ, այս ինտրիգների մեջ։ Ես ամեն օր դա եմ ասում, որ սա, այո մեկը մտածում է պլանավորածն է, ոչ։ Սա իր բնույթն է։ Երեք են հոգեբանները, չէ՞ բնորոշում սրա։ Ես ասում, չէ, դա չի, սա իր բնույթն է։ Ինքը չի անում դա, որովհետև մտածում է, չէ, սա իր բնությունն է դուրս գալի ամեն անգամ, ու այստեղ ինքը նույնիսկ չի էլ հասկանում բժիշկի մեղմ ասած բարոյախրատական դասը, թե ինչպիսին պետք է դասը, հայրի, թե ինչպիսին պետք է լինի վարչապետը ու նրա պահվածքը։ Դուք խոսում եք, թե պրիմիտիվ մի մարդը ինչ է մտածում, դուք մի մարդու մասին չի քաղաքականություն։ Ձեր բոլոր եթերները են ինչի որ գիտեք, այ այստեղ կոնցեպտուալ
Օրինակ, երբ որ Կոնցեպտուալ։ երբ որ Աննա Հակոբյանը ասում է տաքսիստը ինչ կբամբասի, երբ որ չգիտեմ, մետրո, երբ որ ձեր ժամանակը թանկարժեք, թանկագին, ես ինքս բժիշկ եմ, րոպե չունեմ այստեղ այնտեղ ծախսել, դուք ձեր ժամանակը, որ չգիտեմ, ես չեմ պատկերացնում, դուք ինչքան պիտի զբաղված լինեք այդ բոլոր խնդիրներն ու հարցերը լուծելու համար, ձեր ժամանակը։ Ես ես հասկացա, բարև ձեզ։ Սա շեդևր է, նույնց եմ ասում, սա պետք է վաղը 1 միլիոն մարդ նայի սա։ Բացատրում է զբաղվածությունը վարչապետի ոնց պետք է լինի, որ դու պետք է ժամանակ չունենաս, բացատրում է, որ վարչապետի մասշտաբները չի համապատասխանում են մանր գործունեություններին, որ դու անում ես, եւ չի կարելի այդքան ներքև իջնել։ Բժիշկն է բացատրում, ու պացիենտը դա այդպես է չհասկացավ։ Դրաման ասում, սա շեդևր։ Գնանք առաջ։ Պակաս շեդևրներ սա չի տեսեք։ Դրեք քարտեզը։ Դրեք քարտեզը։ Նորական իմ աղջկան դրեք։ Ով է։ Հեսա կհասկանանք ինչի համար ու շատ հապ լինում, ինչի համար այդ քարտեզը ուզում։ Սա մոտիվացիան կհասկանանք, նայ։ Ով աղջիկը։ Աղջիկը։ Համեցեք, ես էլ ձեզ բարև ձեզ, լավ եք։ Լավ։ Շնորհակալ եմ շատ։ Մի հատ խնդրեմ։ Համեցեք։ Այդանալու մոմենտով եմ խնդրում։ Համեսյանի խնդրում։ Շատ լավ։ Մայրանալու մոմենտով է խնդրում։ Էնել ասում է շատ լավ։ Հասկացաք իրանից այդ կրսկանշանը ստանալը ինչով էր պայմանավորված, որն էր մոտիվացիան, որ Փաշինյան Նիկոլը օգնի այդ աղջկան։ Մայրանալ, տեսնենք իրանք ինչ է պատասխանում։ Շատ լավ։ Հիմա նյութական որևէ բան խոստանալ չենք կարող, բայց կնայվի։ Հիմա որևէ բան չեմ կարող խոստանել, բայց կնայվի։ Հիմա հասկացա Փաշինյան Նիկոլ, ով է քեզ, ինչ որակի մարդ է քեզ մոտենում փողոցում ու ինչ մոտիվացիայով։ Իրանք թքած ունենան քո վրա էլ, քո քարտեզի վրա էլ։ Դու վարչապետ ես, որ կարող օգնի ինչ-որ մեկին մայրանալ։ Հասկացա քո կոնտինգենտը։ Ովքեր են։ Ու թերևս սարսափելին են չի, որ քո կոնտինգենտները դրսում այդպեսին են։ Եվ իք համար ավելի սարսափելի պետք է լինի, թե քո կոնտինգենտը ներսում, քո կուսակցության ներսում, ովքեր են եւ ինչ որակների տեր են։ Եվ այսպես Փաշինյան Նիկոլը հիմա երևի հպարտավոր, ասենք 1000 քվեարկողների մեջ ինքը ստացել է ամենաշատ ձայները, համարյա 900 ձայն։ Ես վստահ եմ, որ ինքը շատ հպարտ է, գիտեք։ Հպարտ է մանավանդ, որ ինձ հետո անմիջապես երկրորդ տեղ Արարատ Միրզոյանը, որ ընդամենը ունի 12 ձայն։ 900 մոտարապես, այսինքն ավելի ճիշտ 898 եւ 12։ Դա ստո գալիս է Սուրեն Պապիկյանը, որ ունի 8 ձայն։ Հետո արդեն 3, 2, 1, այսինքն Ալեն Սիմոնյանը ընդամենը 1 ձայն։ Այսինքն ինքն է իրան քվեարկել ընդամենը։ Այսքան։ Մի ձայն։ Էն էլ ինքն է, այդ իր ձայնն է։ Ինչ եմ ասում եւ սա հապարտ է, որովհետեւ դա չի հասկանում։ Ինքը ինչ ունի հիմա։ Ինքը բացառապես ստեղծել է մի հատ կառույց, որտեղ պաստորեն ոս քվեարկությունն էլ դա ապացուցում է, որ իրենց բացի մնացածը ուսապարկ են ու իրենք դա ընդունել են։ Այսինքն եթե վաղը միսօր չգիտեմ, գրիպ ընկնի կամ կովիդից սատկի Փաշինյան Նիկոլը, ԿՊ գոյություն չունի։ Որ սա ավելի շատ նմանա ոչ թե կուսակցության, կառավարության, հա, որտեղ պետք է լինեն ակտիվ մարդիկ, հեղինակավոր մարդիկ, փաստորեն հեղինակավոր չի, հեղինակություն չունի ոչ մեկ, 0։ Դա այնա ինչ որ ասել է Փաշինյան Նիկոլը։ Բնականաբար իր կողմը չէր կարող լինել 1, որտեղ կլներ դա ինչ որ կոնֆլիկտ։ Իր կողքը պետք է լինի 0, որ իր 0 լինելը այդքան չարտահայտվի։ Ընդ որում այդ 0-ները ոչ թե պետք է լինեն միայն 0, պետք է լինեն առանց ամբիցիաների 0, որ իրանք ընդունեն իրանք 0 լինելը։ Շատ կարևոր է, որտեղ 0-ներ կան, չէ՞, որ ասենք չեն մտածում, որ իրանք 0 են, լավ ամբիցիա ունեն, մի 100-200, չէ։ Դա քիչ է, պետք է լինել եւ 0 եւ առանց ամբիցիաների 0։ Որ Փաշինյան Նիկոլը այս ամեն ինչի վրա ունենա 900 ձայն։ Եվ ինքը իրան հիմա հաղթած ազգում, առանց հասկանալու, որ ինքը այս ցուցակով ապացուցել է մի բան։ Որ հետևը ուղղակի հոտ է կանգնած, անգլուխ հոտ։
անգլուխ, անդեպք, անկեսագրություն, առանց հեղինակության։ Իսկ հետաքրքիր է գիտեք որն է, որ մարդիկ կան սպասում էին, որ ՀՊ-ն կարող է իրենց մեջից այլ տեխնացում ընտրել։ Ոնց։ Նա էս է իրենց ռեսուրսը։ Սա նաև խոսում է ռեսուրսի մասին։ Ըստ ռեսուրս չկա։ Դրա համար էլ այդ իր կողքով քայլող հոտը տանում բրախում է։ Եկեղեցու մեջ հետո քաշելով հանում է դուրս։ Սա է նիկոլական ամբողջ իշխանության էֆեկտիվությունը, որակական արժեքը եւ պաշտպանվածությունը։ Դուք հասկանում եք, որ մենք պետության բոլոր մակարդակների վրա կորուստներ ունենք։ Ոչ թե կորուստներ, տակը բան չի մնացել։ Ու վատը ինչի, որ ես եմ դա հասկանում։ Որտեղ ես ընդամենը տեսնում եմ այն ինչ որ ես եմ տեսնում, վստահ եղեք։ Այս ամեն ինչի անալիզը արվում է շատ ավելի բարձր պրոֆեսիոնալ մակարդակների վրա։ Եվ եզրակացությունները շատ ավելի վախենալու են, շատ ավելի վտանգավոր, բայց օբյեկտիվ։ Եվ այս քվեարկությունը, եւ ընդամենը մի ինցիդենտ, որ թիվ 1 օբյեկտի մտցնում է մի հատ մարդաշատ վայր ու փաստորեն նահանջի ճանապարհ նախորդ մտածված չի եղել։ Եվ նույնիսկ մշակված չի սենց պարագաներում ինչ պիտի արվի, որովհետև ինչ մշակել, ինչ բան, ով անդե մասնագետ ընդունում։ Կամ մասնագետը իրական ինչ գործ ունի Փաշինյան Նիկոլի հետ։ Եվ այստեղ ոչ թշվառությունը, փաստորեն ոչ միայն նախարարությունում, կառավարությունում, կարևոր օբյեկտներում, ասենց ամբողջ համակարգն ասենց սկսած թիվ 1 օբյեկտի պաշտպանությունից։ Ունես որ այս կառույցը ինքը կուսակցություն չի։ Սա ավելի շատ նման է բանդայի, որտեղ կա մի հատ գլավար, մնացածը զինվորներ են ուղղակի։ Այս քմբը։ Իսկ հիմա տեսնենք ինչ արժի է այս բանդան։ Եվ այսպես այսօր դրել եմ առավոտյան քվեարկություն, ես մի հատ թարմացնեմ, թող զրոյա հələ քվեարկությունն է, էլի։ Օյակա։ Այդ սա չէր։ Այս մեկն եմ ուզում տեսնել։ Այո, 12 ժամ առաջ եմ դրել։ Վերջինը 29/03/2026 թիվ։ 11000 քվեարկող Նիկոլ Փաշինյան 14% ստանդարտ։ Սամվել Կարապետյան 23%, Վարդան Ղուկասյան 50 եւ բոլորին դեմ շարժում 13։ Սա նաև ինչ է ցույց տալիս։ Սա ցույց չի տալի, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է, քան բոլորին դեմ շարժումը, չէ, դա չի։ Սա ցույց է տալիս, որ Վարդան Ղուկասյանը եւ բոլորին դեմ իր հետ ունեն 63, որը շատ ավելի հավանականություն ունի, մեծ, որ ասենք, եթե այս բանը լինի, հարաբերակցությունը լինի, բոլորին դեմը կարող է զիջի իր ձայները Վարդան Ղուկասյանին։ Բայց Նիկոլն ու Սամվել Կարապետյանը իրար հետ ունեն ընդամենը 37%։ Այն որ ասում են դուք ռուսականներով, դուք պայմանավորվածություններով չեք կարող մեծամասնություն ունենալ, բացառվում է։ Ես էլ ասում եմ, չէ, ձեր համախառն արդյունքը լինել է 30-ից 35%։ Սա ունեք 37%, մի քիչ ավելի, մի քիչ պակաս։ Դու 40 լինի, էական չի։ Բայց դուք 50-ել չկաք։ Այդ չեմ ասում դուք 65-70 բան, դա հեքիաթներ արդեն։ Նիկոլ Փաշինյանը իր ստաբիլ 13-14%-ը ունի։ Հիմա անդիմադիր դաշտի մեր ներկայացուցիչները պետք է հասկանան մի հատ բան, որ եթե կոնկրետ այս բանալարում ունենք երկու անդիմադիր տեխնացու, ասենք բոլորին դեմ շարժում եւ Վարդան Ղուկասյան, եթե դուք լինեք 4, 5, 6, ամենայն հավանականությամբ այս ձայները, ասենք 63%-ը, կբաժանվի 4, 5, 6 մասերի, իհարկե ոչ հավասար, բայց կբաժանվի։ Պետք է հաշվի առնել այս հանգամանքը։ Այո, պետք է հաշվի առնել այս հանգամանքը, ավելի մեծ բլոկներով գնալ, ընտրությունների ավելի մեծ ճակատով գնալ, որպեսզի դուք անզիջում մեծամասնություն լինեք, ոչ թե ասենք 51, 52, ոչ, անզիջում ոնց ոստեղա,
Որտեղ 63%-ի հետ ընդհանրապես խաղ չկա։ 37%-անոց տեխնացուն ինքը կարող է ընդամենը այնտեղ ներկա լինի, միջև այն պահը, երբ որ իրաց նկատմամբ կիրառվի դատական ակտ։ Հա, ձերբակալման։ Իսկ նոր պետության մեջ սա պետք է պատասխան տան, անպայման։ Ես իհարկե կարող եմ Վարդան Ղուկասյանն եւ բոլորի դեմ շարժում են փոխարեն դնել այլ տեխնացուներ, բայց ես վստահ եմ, օրինակ եթե դնեմ Վարդան Ղուկասյանի դեմ տեղաբաղը Գուրգեն Սիմոնյանի եւ Արտակ Սարգսյան, վստահ եմ, էլի 60 քանի տոկոսը գալու է էսկո։ Այսինքն Սամվելն ու Նիկոլը, հայելի Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն կարողանալու հաղթարել նույնիսկ 40%-ը։ Հասկացա Փաշինյան Նիկոլ։ Ու 11000 քվեարկող 11000 հայ է։ Իհարկե ոչ բոլորը կարող են քվեարկել, ոչ բոլորը YouTube ունեն, ոչ բոլորն գուցե մասնակցում են քննարկության, բայց 11000 մարդ է մասնակցում։ Ու ոչ ես, ոչ մեկը հնարավորություն չունեն այս հարցադրությունների մեջ միջամտել։ Ասենք այդ սա նրանց համար որ ասում են կարող է սա վստահ թվեր չեն, այ վստահ չեն թվերի առումով, բայց բալանսի առումով այո, սրանք վստահաբար բալանսը ներկայացնում են, շապուկ չի։ Մենք առաջ։ Այս հոյակապ տեսանյութն այ մի հատ հետ։ Բարի լույս է ժողովուրդ։ Բարի լույս է։ Ու ոչ մեկ չի նայում, Քաղաքական շաբաթը մեկնարկեց մարտի 22-ին Սենց կապիկ առամալված, դրա համար էլ կապիկ, դրա համար էլ բան են բերում, fake տատիկներ են բերում, fake պապիկներ են բերում, fake հորքուր մորքուրներ են բերում, հա? Կամ սրանք կմոտենա մեկը, որի աղջկան պետք է շտապ հղիացնել, չգիտես ինչի մտածում են Փաշինյան Նիկոլը դրա վարպետն է, կամ դրա կարող է խոսքը, մի հատ խոսքը, ասենք խոսքից հղիանա է տալիս։ Մի խոսքը հասկացաք, սրա վիճակը ինչքան ծանր է։ Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոններից մեկում հանդիպեց Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսյանին եւ նրա անչափահաս որդուն։ Եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից։ Չէ՞։ Հայաստանի քարտեզը պատկերող կրծքանշան նվիրելու առաջարկի մերժումից 1 րոպե 12 վայրկյան անց մետրոյի վագոնում բոլորին բարևող եւ ժպտացող Փաշինյանի հետքն անգամ չէր մնացել։ Անտիդե չէ 1 րոպե 12 վայրկյան։ Անենց լավ բնորոշում է սա, այսինքն սրա կեղծ ժպիտը 1 րոպե 12 վայրկյան հետո դառնում է ագրեսիա մոր եւ երեխայի նկատմամբ։ Սա է բնույթն է, սա ոչ թե ինքը, չգիտեմ, հուզական է, բան, չէ, սա իր կեղտոտ բնույթն է, իրոք կեղտոտ բնույթն է։ Ես ձեզ հետ կխոսամ տեն, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ես կուզենայի տեսնել դու տենց ոնց էր խոսալու, եթե կողքերդ չլիներ են հոտը, որ քեզ չգիտես ինչի ուղեկցում է։ Իմ ջանոց ասեմ, դու հասկացար, չէ՞ որ իրենք կալան կողքդ լիք չունեն, դու նույնքան անպաշտպան ես։ Հա, մանր մուներ ասենք, չգիտեմ, քսմս որ ես կարող ես պաշտպանել։ Ահ։ Ու այս քարտեզի մասին տես կամահարանքով չխոսակ, որևէ մեկը։ Կխոսեմ տես, ուրեմն միս այնքան չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Միջադեպից քիչ անց արդեն մետրոյից դուրս գալուց հետո Փաշինյանը կրկին անդրադարձավ տեղի ունեցածին, կտրականապես հերքելով Ստորգետնյա Փաշինյանի խոսքերը։ Ինչ եմ ասել։ Բացառված է, որ ես տես բան ասա։ Լավ ասես չէ, Ստորգետնյա Փաշինյանի։ Փաշինյան, դու սկսել ես Ստորգետնյա Փաշինյան ես։ Լավն է ձևակերպում դուրս եկավ։ Չէ, ես տենց բան չէի կարող, եթե տենց անկալվել, սխալ անկալվել, եթե ինչ-որ Ոչ չէի կարող ասեի սխալ անկալվել։ Սա կոգնիտիվ դիսոնանս չի, սա պաթոլոգիկ ստախոսի ու պատասխանատվությունից փախնողի վախկոտ ողորմելի չինարարացի պահանջվածք է։ Մի բանն են չեմ ասել, ներողություն եմ խնդրում։ Երեկոյան կողմ, երբ Փաշինյանի թիմում ըստ ամենայնի սկսեցին գիտակցել մետրոյում տեղի ունեցած միջադեպի անպատեհության աստիճանը, վարչապետը հանդես եկավ կարճ մեղայականով։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ Դա էմոցիա չէ, տականք։ Դա հենց դու էիր, քո ինքնադրսևորումն էր, որը
էմոցիաների ինքնազսկում տևել է 1 րոպե 12 վայրկյան ընդամենը։ Իսկ 1 րոպե 12 վայրկյան հետո դա դու ես։ Պետք ունենանք նորից մետրո Ահա։ Կողքերը նայելով հեգնական ժպիտով։ կամ որևէ տեղ հանդիպելու, ու հանգիստ խոսելու։ Իմիջիալը ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա, եւ ես ուզում եմ ես գիտեմ խոսակցությունը։ Ինքը վարչապետ չէ, բժիշկը ասում է, դու վարչապետ ես, դու պետք է ժամանակ չունենաս, չէ, հասել այն աստիճան, որ հասարակ քաղաքացի բժիշկը իրան կանչում է բարեվարկության եւ պաշտոնին համարժեքության դասեր է տալի փողոցում ու կլիենտը միևնույն է դա չի հասկանում։ Ես գիտեմ որ կմերժեք Իմիջիալոց կարող են նաեւ եզակացնել բոլորը ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին իրենք էլ չեն հասկանում։ Այո։ Իրենց էլ է սա ընդունելի եւ նորմալ։ Հակառակ դեպքում ոնց կարող աջակցես այս տեսակի երևույթը։ Եվ հետևից 2 կոպիտ բառել կասեք։ Փաշինյանի կանխատեսումն իրականություն չդարձավ։ Արմին Էմոսյանը վարչապետի ներողությանը որևէ կերպ չարձագանքեց։ Իսկ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ սկսեցին հնչել, որ Նիկոլ Փաշինյանի մետրոպոլիտենային պորտկումն այնքան էլ ինքնաբուխ չէր։ Փաշինյանը ոչ թե ինքնատիրապետումը կորցրեց այդտեղ, այլ պահը չկորցրեց։ Փաշինյանը ստացավ արցախցիներին թիրախավորելու նոր ալիք նախաձեռնելու հնարավորություն։ Եվ հենց սեփական էլեկտորատին այս ամենի շուրջ մոբիլիզացնելու, մոբիլիզացված եւ մոտիվացված պահելու համար Նիկոլ Փաշինյանը ըստ իս բաց չթողեց պահը։ Եվ այս կնոջ վրա քսի տվեց կներեք բարիս համար, հարցակվել տվեց իր ամբողջ մեդիան, ամբողջ ֆեյքերով, իր civic IM-ով, չգիտեմ, բոլոր կեղտոտ դատվամիջոցներով թիրախավորեց այս աղջկան անմիջապես իր ներողությունից հետո։ Այո, ինքը պահը բաց չթողեց։ Բացի դա, որ իր ներքին դա իր եսն էր այդ ժամանակ, վախկոտ կեղտոտ եսի բռնկումը, նաև ինքը պահը բաց չթողեց դա իրականացնելու եւ որպես հետևանք այդ բոլոր մեդիաներին հարցակվելու հրաման տվեց այս կնոջ եւ երեխայի վրա։ Նույնիսկ ընդհուպ միջև երեխայի ծալապատիկ նստած դիրքը։ Պատկերացնում եք ստորության աստիճանը, երեխան ծալապատիկ նստած է սեղան։ Իր աթոռին։ Իմ փոքրիկ երեխան, իմ փոքրիկ տղան, այս տարիքում որտեղ լինեն մեքենայի մեջ էր, ինքը ծալապատիկ նստում։ Իր անտես հարմար էր։ Նույնիսկ այս տականքները դա էին թիրախավորում, որ անշնորհքը, անդաստիրակ։ Ծալապատիկ էր նստել, լոտուսի դիրքով էր նստել մետրոյին։ Հակոբ Բադալյանի հնչեցրած այս վարկածի օգտին էին խոսում նաև հաջորդ օրերի իրադարձությունները, երբ Հայաստանի վարչապետը շարունակում էր թիրախավորել արցախցիներին, չխորշելով նաև ամենամեծ վրդովմունք առաջացրած բառն օգտագործելուց։ Փախածներ, հիշում եք մի հատ։ Անդե ներողություն է խնդրում բարի համար, հաջորդ օրը կրկնում է, քանի կոպեկ ունի, սա ներողությունը, քանի հոգի է հավատում սրա ներողությանը։ Քանի հոգի, եթե դրանց կարելի է հոգի ասել, քանի հատ, ճիշտը դա է, քանի հատ է հավատում սա հնարավոր ներողության։ Այստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճան։ Թվին դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Այս շաբաթ 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետն ըստ էության խոստովանեց, ավելի քան 4000 հայ զինվորականները զոհաբերվել են 1991 թվականից անկախ պետություն հանդիսացող Հայաստանին մեջբերում պետություն եւ անկախություն շնորհելու համար, եւ պատահական չէր, որ Փաշինյանի այս հայտարարությունից 24 ժամ չանցած 2020 թվականի պատերազմի զոհերի հարազատները գլխավոր դատախազության դիմաց էին պահանջելով, որպեսզի վարչապետի հայտարարությունները իրավապահների կողմից որպես ինքնախոստովանական ցուցմունք որակվեն։ Ինքը պարզ տեքստով ասում է, որ այո, ես դիտավորյալ տվել եմ ձեր երեխեքին սպանդի։ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները նաև հիշեցնում էին տարիներ առաջ 2021-ի մարտին կրկին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն իրենց զավակների մահվան տրամագծորեն այլ պատճառներ էր մատնանշում։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ որ այսօր
Ադրբեջանի նախագահ հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Քաղաքական շաբաթվա գլխավոր հերոսն իհարկե Նիկոլ Փաշինյանն էր։ Շաբաթվա երկրորդ կեսին, սակայն նրանից այդ դափնիները խլելու ակամա փորձ կատարեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դա արդեն դա էական չի։ Մյուս ստորություն։ Երբ բոլորը հիշում եք, որ Լապշինը սկսել էր գործընթաց Նավալնիի փաստաբանների հետ, որով նրանք մեղադրում են գործ են սկսում սարքել Ալիևի նկատմամբ, որ իրականացել է Արցախում էթնիկ զտումներ։ Եվ որպես հետևանք ես ասեցի, ես հայկական բախում եմ ԱԱԾ-ն գործ հարուցի Լապշինի վրա։ Այդտենց էլ եղավ։ Գործ չեն հարուցել, բայց persona non grata են ճանաչել, վտարում են Հայաստանից, նույնիսկ թույլ չտալով, որ մարդը վերցնի իր ապրանքները, իր շորերը, ճամպրուկը, հյուրանոցից կամ այն տնից, որտեղ ինքը ապրում է։ Որովհետև դա վնասում է ճիվաղի խաղաղության օրակարգին։ Բա ասում եմ, վաղը մյուսօր այն Սասունից սկսած Միքայելյան, միջև վերջի կապիկը, որ իրանք ծառայում է, որոնք ազատամարտիկների բանի տակ փողեր են դեռ քերում բանից, հա, ձեզ բոլորին խաղաղության օրակարգի ներքո հանձնելու է Ալիևին, որտեղ Ալիևը ցուցակով ուզելու է դա։ Ոչ միայն դա, ցուցակով ուզելու է նաև Եղաբլուդի ոչնչացում, ճանաչում, որ այնտեղ թաղվածները բոլոր ահաբեկիչներ են, մարդասպաններ, եւ ցուցակը ներկայացնի, ով ինչ հանցագործություն արել կամ չի արել, էական չի։ Պատրաստ եք, դուք հասկանում եք ինչ է սպասվում Հայաստանին։ Հանկարծ սա կարողացավ վերարտադրվել, ոչ թե վերընտրվել, վերարտադրվել։ Պատկերացնում եք, դե հիմա արեք դրսի աչքերով նայենք։ Դրսից նայում եք, Լապշինը այդ ժողովրդի զտման, էթնիկ զտման ներկայացվածի նկատմամբ քրեական գործահարություն ուզում է, քեզ է կազմում ու դիմի դատարան։ Ու այդ երկիրը, որ պետք է առաջի շահագրգիռ լիներ, վտանում է մարդու երկրից։ Ինչ կարգի է, ինչ կարգի երկիր է դա։ Ես համար շատ կուզեմ, որ այս հաղորդումը ինչ որ ձևով հասնի Լապշինի, հարգելի Լապշին։ Այն որ դուք եք անում, դա պետք է վաղուց արածաներ Հայաստանի կառավարություն, վաղուց։ Բայց չի արել, որովհետև իրենք համատեղ են իրականացել այդ էթնիկ զտումները, որի մասին էլ իրենք բացահայտ հայտարարում են։ Այնպես որ քեզ շատ շնորհակալ ենք քո գործունեության համար եւ մենք պատրաստ ենք իմ նման մարդիկ, պատրաստ ենք, ես իմ անունից եմ ասում եւ ով իմ հետ պատրաստ է ամեն ինչով օգտակար լինել ձեր այս գործում։ Ոչ միայն շնորհակալ ենք, նույնիսկ պատրաստ ենք ամեն ինչով օգտակար լինել։ Փաշինյան Նիկոլը դա Հայաստանի Հանրապետությունը չի։ Բոլորովին։ Ինքը ներկայացնում է իր ֆեյքերով հանդերձ ընդամենը 14%-ի։ Ասել է թե ոչ մեկի համար։ Նույնիսկ Թրամպը, որ իմ ամբողջ Ամերիկան պայթել է դրա դեմ, նա գոնե ասենք 27% ունի, էսի 14։ Տեսնում եք։ Իսկ միջ այդ Ադրբեջանը սարքում է զանգեզուրի միջան։ Այսպես արդեն ծակել է լեռները, ասֆալտը փռել է, բորդուները շարել է, տեսնում եք։ Ու քանդած չի, ու եղևնիները նույնիսկ տնկել։ Տես, սալա երևի չի, սալիկները թե չէ, բայց ամեն դեպքում պատերը սարքած են, շատ ընդունելի, սա Ադրբեջանն է։ Ինքը պատրաստում է զանգեզուրի միջանցքին։ Իսկ ինչ է ասում սրա մասին Հայաստանի արտգործ նախարարը։ Այն որ ես ասում եմ, զգում եք սրա ձենը չի գալիս սեպտեմբերի 8-ի, օգոստոսի 8-ի հայտարարության մասին։ Հա? Ձենը չի գալի, բայց ես վերջերս իրեն հարց եմ տվել։ Լսեք, ինչ կա։ Ինչ կա այդ պրոյեկտից։ Ես հա ստիպված պատասխանել եմ։ Կամ չստիպված չի պատասխանել, որ ամեն ինչ իրավունքն է։ Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ոնց պայմանավորվել էինք, այդ ամեն ինչը տենց էլ գնում է։ Հա, մենք ուղղակի այդ մասին չենք խոսում։ Ինչի։ Վախենում եք խոսակ, թե ոնց։ Իսկ ես վերջերս որ հեռախոսազանգ ես ունեցել արտաքին գործերի նախարարի հետ, Արաքչիի հետ։ Ինչ ես ասել Արաքչի։ Թե բա մենք ենք մոնիտորինգ անելու ձեզ դա վտանգ չի սպառնում, մոռացել ես ասես, որ դուք անխոչնդոտ չվերահսկվող ճանապարհ եք տալու։
ու այս կապիկները հույս ունեն, որ Իրանի նման հին ախր Երևանի սրանք հասկանային ում հետ գործ ունեն, էլի հին հանգիստ առանց խոճապի քաղաքականության մեջ եւ իրենց գործողությունների մեջ իրանցիները երբեք չեն շտապում, բայց եթե սկսում են չեն կանգնում իրենց գործընթացը։ Դա ցույց տալիս պատերազմը, չէ՞։ Ես թվում է իրանք կարող են անverջ ապուշի տեղ դրած խփել բոլորին, մանավանդ Իրանի ղեկավարությանը։ Եվ այսպես սա մի կողմից ամերիկացիների խոսանում է, որ ամեն ինչ ոնց որ պայմանավորվել են ուժի մեջ է, մյուս կողմից հավաստիացնում է Իրանին, որ չէ, դա ընդհանրապես ճանապարհ է։ Մենք վերահսկելու ենք ու դա ընդհանրապես ճանապարհ է լինելու բեռների համար։ Իրանական փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, դիվանագիտությունը շատ հետաքրքիր բաներ ունի իր մեջ, դետալներ ունի իր մեջ, որոնց այս տխմանները բնականաբար իրենց անգրագիտության պատճառով չեն կարող հասկանալ, որ իրանցիների մոտ ընդհանրապես խոսքի նկատմամբ բառերի ընտրությունը նույնիսկ այն աստիճան ճշգրիտ է, որ դա հնարավոր չի ոչ մի ձև ասենց մանիպուլացնել, այսինքն սա նշանակում է, որ իրենց մտածելակերպը, որը կախված է լեզվի հետ, լեզվա մտածելակերպը իրենց մոտ չի ենթադրում այս sense բանը, դա։ Այսինքն իրանք ուղիղ հարցը տալիս են, դու կարաս իրենց խաբես, իրանք ես գլխով անեն, բայց դա չի նշանակում, որ իրանք հավատացին քեզ։ Եվ ասեմ հետաքրքիր բան նաև իրանցիների նկատմամբ նկատել եմ իրենց էլի պոեզիայի մեջ, փիլիսոփայության եւ վարքագծի մեջ, որ իրանք իրենց թշնամիների նկատմամբ շատ համբերատար են։ Շատ արտաքին հայացքից իրենց թշնամիները միշտ մտածել են, որ անցավ, այսա անցավ, կամ իրենք մոռացել են, բայց բարձվում է սրանք երբեք չեն մոռանում։ Ու դա ինձ բերում է մի բանի, սրանք Իրանը երբեք չի մոռանալու նաև ոչ միայն ձեր արածներն ու վերաբերմունքը, այլ Ադրբեջանի, որը շատ կարևոր է այս բարակայում մեր համար։ Դրա համար ուստի առաջարկում եմ Արաբաց Միրզոյանին կալմել, ամաչել, լեզուն կուլ տալ իրանցիներին խաբելուց առաջ։ Իրանցին երբեք չի ասում, դու ինձ խաբեցիր, ինչպես չինացին չի ասում, ճապոնացիներ չի ասում, լու դեպքով լսում, բայց երբեք չեն մոռանում։ Ոչ ձեր արածն են մոռանալու, ոչ Ադրբեջանի արածը։ Ես նաև այդ մասով եմ ասում, սա էլի։ Իսկ սա Երևանն է, հատնայինք։ Այս մանիպուլյատորը քո հաշվին ես կանչել։ Երկու օրվա ասֆալտա։ Երեկվա արած ասֆալտա, մարտի 28-ի արած ասֆալտա, այսօր մարտի 29-ն է։ Երենգերը գնում էր գործի, մի քիչ առաջ է դեպքը եղել, սենց ընկել է մեջ։ Իր հաշվին մանիպուլյատորական չէ, որովհետև զանգելային ասել են գանք քաշենք, ուրիշ բան չենք կարող առաջարկել։ Դի Պալոսը կապի այսինքն։ Ինչ խոսքով։ Բացրանայինք Փոսը 150-ով 120 Ջորջ ջան, այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք եւ ուշադիր լսեք։ Ձեր չափերը ճանաչեք։ Ուրեմն ժամանակն է, որ ձեր չափերը ճանաչեք։ Ջուղայից իջնելուց ուրեմն առաջին փոսի չափերը 110-ով 90։ Սա անցնելուց այդ պակրիշկեքը եթե 120-ը, ուրեմն ձեր չափերի մեջ կմնաք, երկու պակրիշկեն կթողեք կողքը։ Ձախ կողմի փոսը 80-ով 110։ Երրորդ փոսը ուրեմն 90-ով 160։ Չափերը ճանաչելու մասն է խոսում։ Իր չափերի մեջ է։ Նորմալ եկավ անցավ։ Խոսքս վերաբերում է Նանսենի փողոցի, ահա այս փոսերին։ Շատ եք լոճվում,
Շատ եք լոճվել, ու այդ ձեր լայքը հեսա կնեղացնենք։ Հեսա կնեղացնենք։ Սպասում ենք, պարոն քաղաքապետ, սպասում ենք գոնե մի քիչ նեղացնեք, էլի, գոնե մի ավտոյի անցնելու տեղ մնա։ Մի քիչ էս լոճվածը նեղացրեք գոնե։ Հիմա ուղղակի ինձ մոտ հարց առաջացավ, էլի, եթե այս ավականիում նստածներից մեկն ասել է, մեկը ասենք Ավինյան նարկոմանի ոճի մեջ իրան պատասխանել, ասել այ անառակի զավակ։ Ի՞նչն ես ուզում նեղացնեմ։ Արի նեղացնեմ։ Հիմա ոստիկանները պետքա թռնեին դեմքին ասեն դու փաստորեն վիրավորել ես ո՞ն վիժվածքի, որին պատասխանել ես։ Ասկեն ոնց որ խոշոր Երջերավորի պարագայում եղավ Միքայել Մարկարյանի հետ, հա։ Հարց եմ տալի։ Արա ձեր մեջ մի հատ արժանապատվություն ունեցող մարդ չկա պագոնավորների մեջ։ Հա։ Կամ դրան, չգիտեմ, լսողների մեջ որ ասի, այ անհայտ տեղից առաջացած։ Այ համբալի զավակ դատարանում ապացուցված։ Դու մեծ ես խոսում։ Այս անասունների նկատմամբ ոչ մի օրենք բան չի աշխատում։ Ձերման եմ ասում, համազգեստավորներ, դուք default, ասկեն պաումալչայինը, չգիտեմ հայերեն ոնց է, ի սկզբանե լավ սենց ասեմ, դուք հարգանի արժանի չեք, հարգանքի արժանի չեք, որովհետև արժանի չեք, որովհետև դուք չեք անում այն ինչ որ դուք պարտական եք անել, պարտավոր, որտեղ գիտես ինչ, մարդը, օրինակ այն բույսի պես ապրող մարդիկ էլ հարգանքի արժանի չեն, չէ, հարգանքի արժանները նրանք, ովքեր իրենք արժանապատվություն ունեն, դիմասինին կարողանում են օգտակար լինել, մարդ է էլի, մարդ, առնվազն վնաս չի տալիս, բայց դուք չէ, բոլորդ։ Իսկ հիմա ավելի գլոբալ եւ ավելի կարեւոր բաների մասին, որովհետեւ այն ինչ որ մենք հիմա ապրում ենք Հայաստանում, սրանք հետևանքն են այն ինչ որ կատարվում է աշխարհում։ Լսենք ինչ էր ասում Չարլի Քիրքը սպանվելուց առաջ։ This the reason Charlie Kirk was eliminated? Check it out. Who runs the world? Who runs the world? Well, the scriptures say that Satan actually runs the world. Հաղորդավարն ասեց, այ, այս են խոսքերն են, որից հետո վերացեցին Չարլի Քիրքին, իսկ հարցրեց, ով է ղեկավարում աշխարհը, դա ասեց, ըստ գրվածքի սատանան է ղեկավարում աշխարհը։ Սատանան։ World. He is the prince of this world. But currently there's an oligarchy that's really hard to pinpoint of who's actually calling the shots. And that's really what's happening in this election. Is that the presidency is no more. It's really kind of a shadow government of administrative experts that call the shots. Ասում նախագահները չեն, ինչ որ հետևում կառավարություններ են թաքնված։ Որոնք իրականում որոշումներ են կայացնում։ That the president is basically just a Hollywood actor or ասում նախագահները իրականում ասում ոնց որ Հոլիվուդի դերասաններ կամ դերասանուհիներ լինեն։ Actress that goes around, poses for pictures, produce speeches. Որը գնում են նկարվում են, տեքստեր են ասում։ They don't actually make any decisions. իրականում ոչ մի որոշում նրանք չեն կայացնում։ And so the form and the structure of government as the founding fathers intended is no more. Ասում կառավարությունը որ այսօր կա, դա այն չի, ինչ որ այս երկրի հիմնադիրները ժամանակին պլանավորել են։ Չարլի Քիրքը պատահական մարդ չէր, նա մեծ գումարներ էր հովանավորություններ ստանում հրեաներից, ու հրեաները հրեական լոբինգը մեծ հույսեր են կապում իր հետ եւ իր կողակից էին նշանակել Էփստինի պրոստիտուտկից մեկին, այս Էրիկա Քիրքին, խնդրեմ, որ սա միջապես մահանալուց հետո է, sense գրկախառնվում, այսպես, ինքը երբ որ այս նոր սպանվեց սեպտեմբերին, կարծեմ սեպտեմբերին էր, Էրիկան ամբողջ ով ճանաչում է շատ մեծ հեղինակություն էր Չարլի Քիրքը Ամերիկայի հանրությունում, բայց սկսել է չափազանց շատ բան հասկանալ, ուղիղ խոսում էր արդեն, որ Ամերիկան ղեկավարում է սատանաները։ Այս Թրամփը համենայն կապիկա որ դրան աղում է ամեն ինչի։ Չափազանց սկսել է շատ բան խոսել, հասկանալ, որ համար սպանվեց։ Ինչ որ է, Էրիկան կինը
մի շրջան ինքը բաներ որտեղ ցավակցության մարդիկ ցավակցում են իրեն, բայց շատ արագ նա վերածվեց աստորեն ծաղրանքի առարկա, որի վիդեոները ստանում են 40 միլիոն դիտում ասացել, ծաղրիա վերածվել, որովհետև այդ ընթացքում բացահայտվեց նրա ով լինելը, ոնց է Թրամփը դրա ժամանակին իր ծառաներից ա եղել, հետո Էփստեյնի, հետո ոնց են իրան ուղակի ուղարկել ամուսնանալու Չարլի հետ եւ ոնց էին պատրաստում Չարլին ապագա նախագահ եւ որի պետք է ղեկավարեր այնց Էրիկա Քրոգը որպես կին երևի դուք հիշում եք ես կարծեմ ասել եմ որ հрьяաները այո ունեն հասնացուների ինստիտուտ հասկացողությունը որտեղ սա միֆ չի որտեղ իրենք պատրաստում են կադրեր որոնք ուղիղ նպատակակետով գնում են սրան նրա հետ ամուսնանալու այդ հարցը լուծում են եւ այդ ձևով սկսում են կառավարել այդ պոտենցիալ ունեցող մարդկանց հայկական իրականությունում էլ նման մարդիկ կան որոնք ամուսնացել են հենց այդ ձևով որոնք կառավարվել են հենց այդ ձևով ու շատ են յակ շատ իսկ սա այն միտինգներն որ գնում են ընդդեմ Թրամփի սա հայտարարք մեծ մասշտաբների է աշխարհով մեկ Նյու Յորքից մինչև միջազգայինորեն Ճապոնիա, Չիկագո, Իլինոյս, ամբողջ Եվրոպայում, ամբողջ աշխարհով մեկ, նաև Ամերիկայում մենակ 4 միլիոնից ավելի մարդ է մասնակցել գիրակի օրվա այս 4 միլիոնից կարծեմ 4 միլիոնից մինչև 10 միլիոն թիվ են ասում տարբեր լրատվամիջոցներ, որոնք ուղղակի մերժում են Թրամփին եւ բացահայտ ասում են որ Ամերիկան այլևս ատում է Թրամփին չի ընդունում Բայց ինչպես Հայաստանում ընդեղ էլ կան զտալյուն Նիկոլիսներ, նա լսենք, սա զտալյուն Թրամփականը, ասում Թրամփը շատ բաներ ասել, շատ բան արել է երկրի համար, ինչ խոստացել է, արել է։ Իսկ դրանով ասում է ինձ մի բան ասեք։ Not like he did everything he said he was going to do when he did it. What are some of those things that he said and then he did? Ասեց ինչ ասել, որ արել է, մտածում եմ։ Maybe just one thing he said and then he did. He caught me off guard there. I just oh no. Not like he did everything he said he was going to do when he did it. Այո, ամենտեղ կան նիկոլականներ, ամենտեղ։ Դե, իսկ Ամերիկայի մեջ անանդել։ Իսկ սա Այն ինչի մասի ես հուշացում էի, կանխատեսում էի և ի ուրախություն ինձ ոչ թե որ ես ճիշտ պիտի դուրս գամ, որ դա իրականանում է։ Սա այփակի ժողովն է, այս տարվա, նայեք, հարյուրավոր դատարկ տեղեր կան։ Հարյուրավոր, ես ասում էի, չէ, այս տարվա ընտրություններին, ընտրությունները այլ ձևով է գնալու, ոչ թե դեմոկրատներն են հաղթելու կամ հանրապետականներն են հաղթելու, ոչ, հաղթելու են բոլոր նրանք, ովքեր մերժելու են այփակը, որը սիոնիստների գործիքն է, որով ղեկավարվում է Ամերիկան, որով իրականացնում են բոլոր պատերազմներն ու հանցագործությունները աշխարհի վրա։ Հիմա սրանք այս տարվա կոնֆերանսն է, մարդ չկա։ Դատակ լավիչ։ Նայեք, չկա։ Since Banchera. Սա անցած տարվանն է։ Սա անցած տարվանն է, որտեղ ինչ է այփակը։ Այփակը դա իրենց լոբի ընկերությունն է, որը միլիոններով, հարյուրավոր միլիոններով փող է բաժանում ամեն տարի, սկսնակ քաղաքական գործիչներից, նույնիսկ դպրոցներից, ուսանողներ, հավաքագրում է հնարավոր բոլոր պոտենցիալ ունեցող մարդկանց, փող է տալիս, տանում է իր սիրում է, մի խոսքով վերբովկա է անում, որ դրանք հետագայում պետք է ծառայեն Իսրայելի շահերին, ապրելով Ամերիկայի մայրցամաքներում, ղեկավարելով Ամերիկայի մայրցամաքները։ Եվ այս տեսարանը նշանակում է ցույց տալի մի բան։ Մերժված է ինքը։ Մերժված, ուղղակի ես կանխատեսում եմ, որ սա պետք է լինի։ Այսինքն ընտրողը ընտրելու է նրան, ով մերժելու է այփակը։ Հետևաբար առաջադրվողը առաջադրվելուց ասել է ես մերժելու եմ, որ ինքը ձայն ստանա։
Ես հույս ունեի, բայց որ այսքան արագ կկատարվի, ճիշտ ասած նույնիսկ ես չէի սպասում։ Սա խոսում է մի բանի մասին։ Չեմ ուզում ասեմ միայն Ամերիկայի հասարակությունը, աշխարհում մեկ հասարակությունները շատ ավելի առողջ են, քան կարելի է մտածել, եւ նշանակում է այդ սատանալի կառավարությունը, որ այսօր կառավարում է ամբողջ աշխարհը, ընդ որում նաեւ Հայաստանը, իրանք ապագա չունեն։ Որտեղ ես սկսեցի հաղորդումը սրանով, չէ՞։ Այն ինչ որ կատարվում է աշխարհում, Հայաստանը դա ընդհանրապես մինի օրինակն է։ Եվ նայելով աշխարհի ռեակցիան, ես կարող եմ ասել, սատանիզմը մերժվում է։ Որտեղ ինչպես նախկինում էի պնդում, մարդիկ բարությունը ավելի շատ են գնահատում, նախընտրում, քան սատանիզմը։ Սա իմ համոզմունքն է, որովհետև ասում են լավ խոսքը, բարի էներգիան, դրական էներգիան շատ ավելի ուժեղ է, քան բացասական խոսքն ու բացասական էներգիան։ Սա ֆիզիկայի դաշտից է արդեն ապացուցված, որը նշանակում է մի բան, եթե դրականը ավելի ուժեղ է, քան բացասականը, եւ բարի խոսքը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան բացասականը, մարդիկ իրենք նախընտրելու են դրականը։ Որովհետեւ նորմալ մարդ չի կարող բացասականը նախընտրել, եթե նա Նիկոլ չի, հասկանում եք։ Իսկ Նիկոլը նորմալ չի, նորմալ չի, նա չի կարող շատ լինի, նա կարող լինի 10%, ֆեյքերով 14-15, բայց ոչ ավել։ Հակառակ պարագայում, աշխարհում, Ամերիկայում, Հայաստանում ամբողջ տեղերը կլիներ քաոս։ Քաոս ուզում են սարքել, բայց բնությունը միշտ գնում է դեպի բալանս, միշտ գնում է դեպի խաղաղություն, միշտ գնում է դեպի կառուցողական եւ բնական իր ցիկլը մտնելու տեմպի մեջ, ընթացքում վերացնելով բոլոր արհեստական խոչընդոտները։ Բնությունը տենց է, ինքնավերականգնվող է, որպեսզի մտնի իր բնական ցիկլի մեջ։ Եվ այդ բնական ցիկլից ինչ դուրս է, ինքը ժամանակի ընթացքում մերժվում, թխվում է դուրս։ Նիկոլները, սատանիզմը, դրանք արհեստական ներմուծված թույն են, որը թքվելու է դուրս։ Ու սա process այն ժամանակվանից, երբ որ մարդը սա գիտակցել, որ ինքը պրոբլեմ ունի, ոնց որ հիմա այս դալիճում չհավաքվածներն են հասկացել, որ իրենք պրոբլեմ կունենան, եթե շփվեն այս թույնի հետ։ Որպեսզի իրենք ընտրվեն, ձայն ստանան, համակրանք ունենան, մեծամասնության մոտ ուժը պետք է իրենք հեռու մնան սատանայից։ Սա դրա ապացույցն է։ Այսել են բաներն, որ ես ասում եմ, որ մարդիկ Trump, we all hate you, մենք բոլորս ատում ենք քեզ Trump, այս շատիկակրկի պլակատ է, խնդրեմ։ Ինքան մեսիջներ է գալիս հաղորդումների ժամանակ որոշ են կներել, ես չեմ կարողանում անդադ անջատել։ Սա դրա մասին է, Trump, մենք բոլորս ատում ենք քեզ։ Հիմա ասածը շարունակելու համար ուզում եմ տեսնենք ինչ վիճակում է նույն գաղափարը Իսրայելում, նայեք սա։ Սա Իսրայելում է, Թել Ավիվում, մարդիկ դուրս են եկել ընդդեմ պատերազմի, ու տեսեք իրանց հետ ինչ են անում։ Նույնիսկ Իսրայելում պատրաստ չեն հանդուրժել այս ամեն ինչը։ Ոչ թե նրա համար, որ իրանք հասկանում են, որ երեխա սպանելը վատ բան է։ Չէ, իրանք ուշ են հասկացել, որ երեխա սպանելը վատ բան է, որտեղ արդեն 2.5 տարի է, եւ պլյուս 70 տարի անցած, 80 տարին արդեն սա կլինի, իրանք դանում են զբաղված։ Բայց քանի որ հիմա Իրանը պատժում է իրենց դրանց համար, հասկացել են, որ երեխա սպանելը վատ բան է։ Տակշկիա չէ։ Միջև նա ասում, միջև այդ գլխի չեն ենք, որ Իսրայել երեխա սպանելը վատ։ Բայց
Բայց իրենք ոչ էին նախատեսել, որ իրանց էլ կարելի է այդ հրթիռները ուղարկել իրանց վրա։ Չէին նախատեսել։ Իրանը սթափեցնում է, որ գիտես միակողմանի չես կարող միշտ խփես։ Սա քո համար Համասը չի, Հեզբոլլահը չի, որ պեյջերներով, բաներով պայթացնես, տանկերով մտես մարդկանցները քանդես։ Սա Իրանն է։ Ու ես վստահ եմ, աշխարհում շատ քիչ մարդ է հասկանում Իրանի Իրաքի տարբերությունը, ու վատը գիտեք ո՞րն է։ Վատը ինչի ոչ են հասկանում։ Վատն է, որ այդ չհասկացողները ղեկավարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետություն ու դրա ռազմական ուժերը։ Սարսափելին դա է։ Եվ արդյունքում այսօր Իրանը հարվածել է քիմիական գործարանին, որը վառվում է ուղղակի իր բխող բոլոր հետևանքներով։ Մեծ ռազմական, մեծ քիմիական գործարանի։ Которого оказался польский депутат Гжегош Браун, вспыхнул резонансный скандал. Его выступление во время пленарного заседания вызвало бурную реакцию, повлекло за собой обвинение в антисемитизме, что фактически парализовало ход сессии. В своей речи Браун затронул темы, связанные с США, Израилем и еврейскими общинами. Ряд депутатов расценили эти высказывания как провокационные и оскорбительные. Почти сразу после начала выступления в зале раздались громкие протесты, а некоторые парламентарии потребовали лишить Брауна слова. Мы наблюдаем позорный спектакль, где Соединенные Штаты, это была и сверхдержавы, превратились в покорный инструмент сионистской политики, фактически став заложниками и военным придатком государства Израиль, которое я прямо называю крупнейшей террористической организацией современности. Сегодня Вашингтон, ослепленный этим влиянием, толкает мир к катастрофе, провоцируя конфликт с Ираном не ради американской безопасности, а ради амбиций Нетаньяху и его мясников, принося в жертву европейский мир и польскую кровь на алтарь чужой и глубоко враждебной нам геополитической игры. Польский депутат Гжегош Браун неоднократно оказывался в эпицентре скандалов. Он открыто критиковал Украину, негативно высказывался о западной политике и критично оценивал руководство Израиля. Գիտեք ինչ էր անում այդ կրակմարիչով հանգցնում էր հрьяաների այդ մոմերը։ Ինչ է ասում։ Սա հայտարարություն է, որ Թրամփը փաստորեն իրականացնում է որպես գործիք հանցագործությունները, որոնք թելադրված են Իսրայելի կողմից, եւ Եվրոպարլամենտում փաստորեն դատապարտել են իրան անտիսեմիտիզմի համար եւ այլն, եւ զեկացություն կարելի անել այս ելույթից եւ ռեակցիաներից մի բան, որ Եվրոպարլամենտում եւս նստած են այդ IPAC-ի կամ սիոնիստական կազմակերպությունների փողով նստած, մենք գիտենք առնվազն Ուրսուլա ֆոն դեր Լայնին, մանավանդ ինքն էլ մեծ սիոնիստ, առայժմ դեռ նախագահն է, իրենից բացի էլի վճարովի կան ագենտներ Իսրայելի կողմից, որոնք կարող են նման ելույթները տապալել եւ կոչ անել ընդհանրապես վռնդել Եվրոպարլամենտից եւ այլն։ Այն հանգամանքը, որ այս կարգի ելույթներ Եվրոպարլամենտում հնչում են, լավ է, առողջացման նշան է, բայց թե ինչքանով աջակցություն կստանան մնացած երկրների մեջ, սրանից է կախված Եվրոպայի ապագան։ Ես վստահ եմ, որ Իսպանիան նույնպես աջակցելու է այս նպատակին, բայց այսօր վերջի պահի Իտալիայի վարչապետը Մելոնին հրաժարվել է դատապարտել ցեղասպանությունը, այդ բանաձև ընդունել Իսրայելի կողմից ցեղասպանություն իրականացնելու հանգամանքը։ Մելոնին, որ միշտ դատապարտել է, այսօր աստորեն ճշում է եղել այդ մարդու նկատմամբ, ենթադրում եմ Թրամփի կողմից, որտեղ շատ մտերիմ հարաբերություններ Թրամփի հետ, եւ վերջի պահին հրաժարվել է դատապարտել, որի արդյունքում ամբողջ Իտալիան պայթել է ուղղակի ցույցերով, որ ես ինչ ես անում։ Մեծ պայքար է գնում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլև Եվրոպայում, այլև նաեւ Հայաստանում, եւ այդ ամեն ինչը ուղղված է մի բանի դեմ։ Դա Թրամփը չի, Նիկոլը չի, Նետանյահուն չի, դա ընդհանուր մի հատ գաղափար է, դա սատանիզմն է։ Սատանիզմը։ Դա աշխարհը ստեղծելու, մարդուն իրական իրավունքներից զրկելու, դրա դեմ է այս ամբողջ պայքարը։ Եվ պատահական չի, որ Նիկոլին գալու են աջակցեն հենց Եվրոպայից, Ուրսուլա ֆոն դեր Լայնի գլխավորությամբ, որ ինքը վերարտադրվի եւ իրականացնի այն սարսափելի բաները,
որոնք ինքը տրամադրված է միջև ցեղասպանության ուրացում, միջև ամենակարևորը կանխիկ փողի վերացում, որը մարդկության տոտալ ստրկացման սկիզբն է, վերջանում է մարդու կենսագրությունը որպես ազատ երևույթի, վերջանում է ուղղակի, երբ դու մարդուն զրկում ես իր վճարման միջոցից, կախվածի, դա տոտալ սկզբանա ստրկացման, հիմա էլ ստրկացում կա, բայց դա տոտալ ստրկացման սկիզբն է, մարդը դառնում է ուղղակի ինքը ոչ մի բան, ապրանք, որը մի բան դրեցից ստեղ ինքը ստեղից եկող չի կարող շարժվի, որտեղ ցանկացած պահին նա կզրկվի եւ իր տնից եւ իր անշարժ գույքից, շարժական գույքից, դրա նկատմամբ իրավունքներից, վճարումներից ու տամիսը շատ դառնում է ռեալ, որտեղ այսօր արդեն Եվրոպայում դա կիրառվում է։ Այս ամեն ինչը մի բանի համար է համընդհանուր մարդկությանը ստրկացնելու, ավելի կառավարելի դարձնելու դրանց դա է պետք։ Եվ իրենք այդ գործիքները ունեն, ինչպես ասում է Չարլի Քիրկը, պրեզիդենտներ, վարչապետներ, որոնք ընդհանրապես կապիկներ են, դերասաններ են երևացող։ Հիմնական հրամանները գալիս է ուրիշ տեղերից։ Բայց քանի դեռ դիմադրություն կա, ինչպես Ամերիկայում կա, ինչպես Եվրոպայում կա, Լեհաստանում, դրանք ազգային պետություններն են ջալոս։ Լեհաստանը հետաքրքիր պետություն է շատ։ Ինքը Եվրոպայի մեջ այն պետությունն է, որ չընդունեց այդ ճակերտավոր եմ ասում Եվրոկոմիսիայի օրենքները, որոնք պարտադրում էր իր մոտ ներգրել մահմեդականներին եւ դրանց ազատություններ։ Լեհաստանը չգնաց դրան։ Դա հենց Եվրոպան քանդելու ծրագիրն էր, որովհետեւ այդ սատանաների գործիքը դա մարդուն իր իդենտիֆիկացիայից, ազգային հիմքերից կտրելն է, իսկ որտեղ որ շատ են այդ ազգային հիմքերն ու ինքնագիտակցությունը, ինչպես ֆրանսիացու մոտ, գերմանացու մոտ, ավստրիայի մոտ, իրանք դա քանդում են արաբների եւ այլ ազգիների ձեռքով, որոնց համար այդ արժեքները ոչինչ չարժեն։ Իսկ եթե դու փորձես հանկարծ դրանց պատժես, եվրոպական օրենքներով քեզ ընես միատուգանքների եւ պատժի տակ կնես, որ դու ստիպված պետքա նայես քո տաճարը, ասենք Փարիզի ասtronomical տաճարը, ոնց է մեկը այրում։ Դու ոչ մի բան չես կարող անես։ Ասենք ոնց Բրիտանիայում նայում են իրանց երեխեքին, ոնց են բռնաբարում, ու իրանք չեն կարող ոչ մի բան դրա համար։ Դիմադրելու համար դենց դատում են։ Այս աստիճանա իջացվել մարդու իրավունքները, եվրոպական արժեքները, բայց դա ոչ թե եվրոպացու կողմից, հենց այդ սատանիստների ձեռքով, ու այս կարգի օրենքներով։ Մենք էլ մեր մասով հենց այդտեղ ենք, հենց մենք այդ իզակետում ենք։ Սա գիտեք ով է։ Նայեք սրան այս տապիկը։ Աղջիկա դեր տանող այս պարուհին, սա քեշ պատելն է։ Թրամփի, Էփստինի հերոսներից մեկը, որ հիմա կնոջ դեր է տանում։ Ու սա բացահայտել են իրանցիները, մտնելով, ջարդելով սրա ակաունտները, իմեյլները, ֆոտոները, վիդեոները գտելով։ Շնորհակալ լինենք իրանցիներին, որոնք բացահայտել են ով է ղեկավարում FBI-ի ամբողջ FBI, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների աուսարսափն է այս կազմակերպությունը, սա դրանց ղեկավարն է։ Շնորհիվ իրանցիների մենք տեսնում ենք ով է ինքը։ Դրա համար էլ աշխատում են թաքուն պահել, որ չբացահայտվի ով են իրանք, ինչերով են զբաղված եղել, ով ընկերուհին է, ով տակապարտ քանի անգամ, մի խոսքով, դա ամեն անմեղ բաներն եմ ես ասում։ Կա դիմադրություն, ժողովուրդները դիմադրում են, ազգերը դիմադրում են իրենց արժեքները պահելու համար։ Կա եւ հակառակ կողմ,
կան սատանիստները, որոնք ուժեր են, փողեր ունեն, ռեսուրսներ ունեն, երկիներ են ղեկավարում, բանկերն են ղեկավարում, եւ տեսնելով, որ ուրիշ ճաշ չկա, մարդուն ազատություններից զրկելու համար, հիմա բանկերով, կանխիկ փողի վերացումով են ուզում սարքեն տոտալ ստրուկ։ Այն ժամանակ ոչ մեկս, ոչ մի ծպտուն չի կարող անել, այսինքն եթե հիմա մարդուն զրկեն, ասենք, իր account-ից, փակեն իր հաշիվները։ Գոնե կանխիկ փողով առևտուր անի, հա։ Թեկուզ հարևանից վերցնի, շոր վաճառի, ոսկեղեն վաճառի, տուն վաճառի, մի կանխիկ բան ունենա ապրելու համար։ Այն ժամանակ դու չես կարող։ Իսկ քեզ կասեն խելոք մնա։ Մի հատ ստատուսի համար քեզ կարան զրկեն քո ամեն ինչից։ Մի հատ կարծիքի համար կարան զրկեն քեզ ուղղակի սնունդ գնելու հնարավորությունից։ Դաս նպատակը դա է։ Այդ ժամանակ դառնում է վերջ։ Three breaking stories. I mean, this is big. So first off, we got Christians in the Holy Land. Israel occupation forces attacked Palestinian Christians in Jerusalem in front of the church of the Holy Specular. Խոսքով սա է բանում է։ Երուսաղեմում հարձակվել են քրիստոնյաների վրա այսօր հենց։ Տոնորով աշկելել են մտնել եկեղեցի։ Սա պայքար է, սատանիստների պայքարն է քրիստոնյաների Right at դեմ։ the start of Christian Easter. So now Israelis are banning Christians from even praying at holy sites, and they're attacking them and arresting Christians. Then, in dedication, in response to that, Iran's watching, and they said, you know what? The next round of rockets are going to be dedicated to Jesus Christ. Եվ ի պատասխան ես ամեն ինչին, հաջորդ հրթիռը որ գնալու է Իսրայելի վրա, գնալու է նվիրված Հիսուս Քրիստոսին։ Խնդրեմ արդեն կսա։ Հիշում եք, մի հատ հրթիռ գնաց է Էփստինի զոհերի անունից Իսրայելի վրա։ Այս մի հրթիռը գնալ է Քրիստոսի անունից։ Երկիր, որտեղ քրիստոնյաներին ծեծում են, ջարդում են, չեն թողում մտնել իրենց տեղերը աղոթելու համար։ Ժողովուրդ ջան, ինչ է ստացվում։ Սատանիստների դեմ մենակ պայքարում այն երկիրը, որը շատ հայերի, քրիստոնյայի հայերի կարծիքով, մոլլաների մի հատ ինչ-որ խունտա է, որոնք պետք է վերանան։ Դե ինչ, քանի որ ես հանդուրժող մարդ եմ, իսկ հանդուրժեմ իրենց կարծիքը, պաստոր իմանեն իրանք, որ մոլլաների երկիրն է այսօր դուրս եկե բացահայտ պատերազմի սատանիստների դեմ։ Նրանց դեմ, ովքեր քրիստոնյաներն են նույնիսկ ոչ միայն սպանում են ուղղակի, աշկելում են այն որտեղ չեն կարող սպանել, աշկելում են իրենց աղոթատեղերում աղոթել։ Right? In revenge for all of Christ's suffering. Որպես Քրիստոսի տանջանքների Every փոխհատուցում։ Christian watching this should support Iran. Hell yes we do, and hell yes we should. And then last but not least, Shadow the Ezra, the man, the myth, the legend, goes by Shadow of Ezra over on X, says Iran announces that it will now target the homes of Americans and Israeli politicians and U.S. military officials throughout the Middle East. Iran Խոսքով, մյուս բանով հայտարարություն են տվել, որ Իրանը թիրախավորելու է բոլոր եւ ամերիկացիների եւ իսրայելցի դիվանագետների եւ զինվորականների տաները, հյուրանոցները, որտեղ իրանք կմնան։ Ինֆորմացիան ունեն ու ռմբակոծելու են բոլոր տեղերում, որտեղ այդ կմնան ամբողջ միջին արևելքով։ Remember this girl? She went viral after Trump bombed Iran for doing his classic dance to the YMCA song. She was thanking him for starting the war, thinking it would be a rescue mission where only IRGC terrorists were targeted or mullahs were assassinated to free the Iranian people. Well, now her own cousin has died as he Խոսքով սա նամասին է, որ երբ որ Խամենեին սպանեցին, այս աղջիկը վիդեոն տարածում էր աշխարհում մեկ վիրուսի նման գնում էր, որը ուրախ էր պատմում էր Խամենեի սպանության համար եւ մտածում էր որ դա է նպատակը եւ իրենք արդեն ազատ են եւ Ամերիկան եկել է իրաց փրկելու, որտեղ Թրամփը խոսել տվել, չէ՞, դրանից մի ամիս առաջ, որ դուք ապստամբեք, ես գալու եմ ձեզ փրկեմ։ Եվ դրան հավատալով թաց չորետ խառնված ամբողջ Մոսադի ագետորան ուզում էր պայթացնել Իրանը ներսից։ Իհարկե եղան սպանություններ, կոտորած եւ Իրանի ուժերը բոլոր ամեն գնով պահեցին իշխանությունը։
Եվ սրանից հետո երբ սպանվեց Խամեյնին, այս աղջիկները երիտասարդները ասում են, ահա, եկավ։ Փսկիչը եկել է մեր փրկելու։ Եվ արդյունքում ասում է շաբաթներ եւ սպանվում են այս երեխաները, իր բարեկամները եւ ոչ միայն։ Ու մնացած բարեկամները, այլ ընկերներ։ Այս հաղորդումը պատրաստողն էլ է իրանցի, ասում է ես չեմ ուզենա, որ այս վիրուսի նման այս վիդեոն տարածվի, ոչ էլ ես սա չարախնդում եմ։ Ուղղակի ուզում եմ իմանալ բոլոր նրանք, ովքեր ուրախացել են այս պատերազմի համար, մտածելով, որ այս պատերազմը ընդամենը իրանական ժողովրդի ազատություն տալու համար է։ Նրանք հասկանան, որ դա մեծագույն մոլորություն է եւ դա Թրամփի սուտն էր, իսրայելական սուտն էր, որը ուզում էին պայթեցնել Իրանը ներսից։ Իրականում ոչ իրենց ժողովրդի ազատությունն է հետաքրքիր, ոչ էլ ժողովրդի կյանքը։ Դա առաջի բանը, որ իրականացին, այդ մանկական դպրոց ռմբակոծությունն էր երկու հրթիռով ու դիտավորյալ։ Պլյուս ամբողջ այս ընթացքում բնակարանների, բնակելի տարածքների ռմբակոծումը, որ ասում եմ իման ձեր կռիվը զինվորների հետ չի, այաթոլլաների հետ չի, ձեր կռիվը Իրանը քայքայելու, Իրանը սպանելու համար է, ինչպես մնացած երկրներն են արել։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Prezident Խոսեն Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավ է անում, քաղաքացիների ճփում, դուք մոտեցել եք կամ մոտենալու եք, հարցնեք նրան թե ոչ։ Ես հարցնում եմ, լրիվ հարցերը իմ համար պարզ է իր արած գործերով։ Օրինակ ոչ մի բան չեմ տեսել ժողովրդի նշան։ Ոչ մի բան։ Թե խաղաղությունից բռնած սուտ է խաղաղությունը ոչ մի բան չի։ Էդի թողնությունները անցնի նոր կերևա խաղաղությունա թե խաղաղություն չի։ Թե ժողովրդի բարեկեցության համար, ինչն է բարեկեցիկ ժողովրդի համար, թանկությունը մի կողմից, հարկերը մի կողմից, բանկերի տակ ճռալը մի կողմից, տոկոսները, ամեն ինչը, ոչ մի բան չկա այդտեղ բարեկեցիկ։ Աշխատանքային տեղերի փակվելը մի տեղից, որն է իշավ ժողովրդի համար հավատաց։ Ոչ թե ապացուցում են իրաց խոստումներով, մարդ պետք է իր այդ ամեն ինչ ապացուցի իր գործով։ Ուրիշ ոչ մի բան չունեմ ավելացնել։ Այ դուք ասում եք խաղաղության պատերազմի հետ կապված Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս հաղթան եւ վերջնորեն ավելի այսպես ակտիվ ձևարած քաղաքականությունը տանում է խաղաղության, իսկ մյուսներին տանում է պատերազմ։ Իսկ իրանք ինչ գիտի մյուսների վարած քաղաքականության մասին։ Ասում եք, այս տարական բաներն իմանալու համար քաղաքական գործիչ փաստորեն պետք չի լինել։ Ժողովուրդ ամեն ինչ հասկանում է։ Ես ուղղակի հետաքրքիր եմ մի բան։ Սրա հույսը ո՞ր սեգմենտի վրա է։ Որտեղ ինքը տեսնում ո՞ր սեգմենտի մոտ այնքան ուղեղի բացակայություն, որ իրեն պետք է ձեն տա այսքանից հետո։ Որտեղ է տեսնում ինքը դա։ Ափսոս որ ձեն չկա, ինչ որ չեմ հասկանում ինչից է։ 10,000 դրամ ավելացնում է 100,000 մտնես խանութ պարկ ես մնում։ Դրա լավը որն է։ Ինչ հասկանանք։ Ռեալ բանկա չկա, ցավը տանեմ։ Լավ բան չկա քեսար ախպեր ջան։ Հարկը турք, ջրի փողը մի խոսքով ես իմ գյուղացու համար այդքան լավ բան չի։ Նա որ ապրում են էլի 10,000 դրամ ավել։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Նրա անունը մի տա, որ հանդիպեք։ Ախ, ես իմ այնքան բանկ ասելու որ մի բան ասեմ։ Գալիս է այդում չէ, նա մեզ չի հանդիպում։ Իրա շրջապատն ունի գալիս է իրենց հանդիպում։ Ինչ կասեք։ Բոլորը գիտեն։ Դատարանը արգելել է զոհվածի հորը այցելել Եռաբլուր, նա սրտի կաթված է ստացել։ Սա արդարադատություն է։ Ես երկրում ամեն ինչ հնարավոր է։ Քանի ես էշերը նստած եմ, տենց էլ ելնելու։ Դժվար է ուրիշ մնա։ Ձեր կարծիքով Ալեն Սիմոնյանը կարող է լավ լրագրող լինել։ Ալեն Սիմոնյանը լավ ոչխար պահող կլինի։ Մարդկանց վրա թքողի մուս կարելի լավ կարծիք դրա մասին։ Հասկացար, ավանակ։ Ձեզ ինչ է թվում թե մարդիկ, չգիտեմ, ձկան հիշողություն ունեն, այն էլ ակվարիումի ձկան։ Չէ, հայ մարդը ակվարիումի ձուկ չի, հայ մարդը արժանապատվության պակաս չունի։ Այդ ամեն ինչը երևում է, այդ ամեն ինչը կերևա ընտրությունների ժամանակ։ Ոչ մեկը թանկարծ չներվեք, չհանձնվեք, ամենակարևորը, որտեղ սրանք մի բան են ուզում, մեզ տեսնեն ընկճված ու հանձնված։
Իսկ ես միշտ ասել եմ, ձեր ծոզորակը կտեսնեք, բայց մեզ ընկճված ու հանձնված չեք տեսնի։ Դե եկեք ապացուցենք, որ ես սխալ չեմ։ Ոչ թե որ իմ խոսնադա, չէ, որ մենք բոլորս իրոք ոչ արժանապատվության պակաս ունենք, ոչ էլ հիշողության։ Այսօր համար ես կանա, կանգնեցեք։